Մեկնարկում ենք Reform 2026 երրորդ աշխատարանի առաջին հանդիպում քննարկումը եւ ուրախ եմ ներկայացնել մեր առաջին քննարկման հյուրին, առողջապահության նախարար Տիկին Ավանեսյանին, որը նաեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության տեխնացիան երրորդ համարը։ Ողջույն Տիկին Ավանեսյան, Ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ Restart հիմնադրամի անունից մեր հրավերն ընդունելու եւ երիտասարդների հետ երկխոսությունը կարեւորելու համար ուրախ ենք իրոք, որ այսօր այստեղ եք, քարոզարշավի բուռն օրերից ժամանակ եք հատկացրել եւ կարող ենք հետաքրքիր քննարկում ունենալ Հայաստանի բոլոր մարզերը եւ մայրաքաղաքը ներկայացնող ակտիվ երիտասարդության հետ։ Մեր քննարկման թեման ինքը բնականաբար վերաբերելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, իհարկե, քանի որ ճիշտ է դուք արձակուրդում եք եւ որպես նախարար չեք հավանաբար այստեղ, բայց նաեւ քանի որ առողջապահության նախարարությունը ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք նաեւ քարոզարշավի ընթացքում են քննարկման հիմնական թեմաներից մեկը, նաեւ երևի թե ես արդեն կրահում եմ, որ մասնակիցները կունենան հարցեր կապված առողջապահության նախարարության ծրագրերի հետ։ Իսկ հիմա արդեն մենք անցնենք բուն մեր քննարկմանը, ես կառաջարկեմ, որպեսզի դուք մինչև 5 րոպե ունենաք բացման խոսք, ինչը կարևոր եք համարում դա ներկայացնեք, որից հետո արդեն առցանց գրացման ձևաչափով մասնակիցներին խնդրենք ուղղել իրենց հարցերը։ Ես նաև հիմա հորդորում եմ մասնակիցներին, որ արդեն գրանցվեն հարցերի համար, իսկ հիմա հարթակը ձերն է, խնդրեմ Տիկին Ավանեսյան։ Սիրով ողջունում եմ ձեզ եւ շատ ուրախ եմ այստեղ գտնվել, նման պայծառ, գեղեցիկ դեմքեր տեսնել եւ առիթ ունենալ ներկայանալու ձեզ, շփվելու ձեզ հետ, ձեր հարցերին սիրով պատասխանելու։ Նախ ուզում եմ ասել, որ շատ ուրախ կլինեմ, եթե հարցերը շատ լինեն, հնարավորինս բոլոր առումներով, ինչպես ասվեց, թե քաղաքական եւ թե իհարկե առողջապահության մասով պատրաստ եմ ձեզ բոլոր հարցերին պատասխանել։ Ես Անահիտ Ավանեսյան, արդեն 5 տարի է զբաղեցնում եմ առողջապահության նախարարի պաշտոնը եւ դրանից առաջ էլ առողջապահության նախարարի առաջին տեղակալն եմ եղել եւ ըստ էության այս 2026 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկուսակցական ընտրությունների արդյունքում զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը ձայների թվականակով կանանց կվոտայի շրջանակներում զբաղեցնում եմ երրորդ համարը, ինչը ինձ համար շատ մեծ պատիվ է։ Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ Երևանի ամերիկյան համալսարանի իրավաբանական բաժինը, բայց կյանքը ինձ բերել է առողջապահական համակարգ եւ շատ ուրախ եմ, որ այս խիստ հումանիտար ոլորտում հնարավորություն եմ ունեցել իմ աշխատանքային կարիերան սկսել եւ նաեւ հիմա զբաղվել քաղաքականությամբ եւ համակարգել այս ոլորտը։ Ամուսնացած եմ, ունեմ 3 երեխաներ, ովքեր արդեն այդքան երեխա չեն, աղջիկ 21 տարեկան, տղա 20 տարեկան եւ եւս մի տղա 18 տարեկան։ Իմ 2 որդիները ծառայում են հիմա Հայոց բանակում, աղջիկս այս տարի ավարտում է բակալավրը, այնպես որ ինձ համար նաեւ շատ պատասխանատու է ձեզ հետ խոսել, որովհետեւ իմ երեխաներն էլ ինձ հենց ձեր տիպի, ձեր տարիքին բնորոշ հարցեր են ուղղում եւ դրանք երբեմն շատ այսպես մարտահրավերային են։ Ինչու եմ հավակնել դառնալ քաղաքական գործիչ եւ ըստ էության ինչու եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմում եւ ինչ ենք ուզում Հայաստանի Հանրապետության համար։ Մի քանի նախադասությամբ ներկայացնեմ, հետո հարցերով ավելի կբացեմ։ Նախ ուրեմն 2018 թվականից
հետո Հայաստանի Հանրապետությունում, երբ որ ձևավորվեց ժողովրդավարական ուրեմն հասարակարգ, երբ որ մենք վերագտանք մեր ազատությունը ընտրելու, մասնակիցը լինելու քաղաքական գործընթացներին, ազատ խոսելու, հնարավորինս մեր պատկերացումները Հայաստանի զարգացման, Հայաստանի օրակարգի մասին ազատ արտահայտելու, այսօր թվում է թե արդեն շատ նորմալ թթվածնի պես մի բան է, այսինքն մենք այսօր արդեն 8 տարի է ունենք այդ հնարավորությունը, ունենք այդ առավելությունը, որը որ երբ որ ես էի օրինակ ձեր տարիքին, մենք այդ հնարավորությունները չունեինք։ Եվ երբ որ մինչև 2018 թվականն էր լինում նախընտրական պրոցեսներ, ընտրության օր, հետընտրական գործընթացներ, դրանք հիմնականում ուղեկցվում էին շատ լարված բռնաճնշումների եւ դժվարությունների հետ։ Եվ մեր այդ երիտասարդության ընթացքում, այդ տարիների ընթացքում պայքարը, որպեսզի Հայաստանում ազատ խոսքը եւ ազատ ընտրությունը լինի կյանքի սովորական կարևոր բաղադրիչ, իմ ամենամեծ հիշողություններն են։ Եվ ես հենց դրա համար եմ իմ ապագան, իմ գործունեությունը կապել քաղաքականության հետ, որովհետև հավատում եմ, որ Հայաստանը ունի այն պոտենցիալը, ունի այն ռեսուրսը, որպեսզի ժողովրդավար ինքնիշխան երկիր լինի։ Եվ մենք, որպես հայեր ապրելով Հայաստանում, խոսելով հայերեն, մտածելով հայերեն, ունենալով մեր ինքնությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, նաև երջանիկ լինենք ազատ, ունենանք լավ կրթության, լավ աշխատանքի, ուրախանալու, երջանիկ լինելու հնարավորությունները հենց Հայաստանում։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլխավոր ասելիքը այս ընտրություններին, որ մենք պիտի տեր կանգնենք խաղաղությանը, ինչու, որովհետև անցնելով ծանրագույն շրջան, անցնելով պատերազմ, անցնելով COVID, անցնելով բարդ, նաև ներքաղաքական լարված ընթացք, մենք այսօր եկել ենք մի հանգրվանի, որտեղ որ կարող ենք վստահ ասել, որ Հայաստանը այս պահին ինքնիշխան խաղաղության հաստատված պայմաններում զարգացող երկիր է։ Եվ այսօր մենք ունենք տնտեսության զարգացում, ունենք առողջապահության զարգացում, կրթության զարգացում եւ մեր կյանքի բոլոր ոլորտներում ունենք ծաղկունք եւ մենք դրան պիտի տեր կանգնենք։ Սա է մեր հիմնական նպատակը, շարժառիթը եւ երազանքը, որի համար մենք մասնակցում ենք 2026 ընտրություններին։ Եվ շատ շրջադարձային է այս 2026 թվականի ընտրությունները, ինչպես բոլոր ընտրությունները։ Եվ թե ժողովրդավարությունը, թե տնտեսական ձեռքբերումները, զարգացումը միշտ հետընթացի հնարավորությունը կա։ Եվ եթե մարդիկ, եթե քաղաքացիները տեր չեն կանգնում իրենց ձայնին, տեր չեն կանգնում իրենց իրավունքին եւ քաղաքականությանը բավարար տեղ չեն տալիս, մշտապես այս ձեռքբերումները կարող են հետընթաց ունենալ։ Հենց այդ պատճառով է, որ մենք այսօր առավոտից երեկո զբաղված ենք քարոզարշավով։ Թվում է թե մենք իշխանություն ենք եւ ունենք բոլոր հնարավորությունները առավոտից երեկո ամեն մեկի հետ շփվելու, այդքան ջանք չդնելու, բայց սա մենք դիտարկում ենք որպես կարևորագույն գործընթաց։ Եվ ամեն քաղաքացու հետ խոսելը, լսելը եւ մեր երկրի զարգացման մեր տեսլականը հասցնելը մեր ամենակարևոր հանձնառությունն է, ու այսօր էլ ես այստեղ եմ հենց դրա համար, սիրով պատասխանելու ձեր հարցերին, եւ ես գիտեք հավատում եմ, որ այդ նարատիվներն էլ, որ երիտասարդները քաղաքականությամբ հետաքրքրված չեն, իրականությունը չի, շատ ճիշտ հակառակը, որովհետեւ դուք այսօր ընտրություն եք անում հենց ձեր ապագայի համար, թե դուք ինչ երկրում եք ապրելու եւ դուք եք
շահառուն հենց հիմնական այսօրվա որոշումների, որ կայացվելու են։ Շնորհակալություն բացման խոսքի համար։ Հիմա արդեն անցնենք հարցերին։ Արդեն ունենք գրանցված մասնակիցներ։ Առաջի հարցի համար խնդրում եմ խոսափողը տրամադրել Դավիթ Առաքելյանին։ Շնորհակալություն Դավիթ Առաքելյան, քաղաք Վանաձոր։ Ինչու է Արմեդ համակարգում բուժաշխատողները հնարավորություն ունեն դիտելու մարդկանց բժշկական տվյալները նույնիսկ այն դեպքում, երբ որևէ կապ չունեն տվյալ պացիենտի բուժման հետ, եւ այսօր արդեն կան դեպքեր, երբ քաղաքացիների անձնական տվյալները դարձել են բուժաշխատողների սուրճի քննարկման թեմա, եւ ինչպես եք պատրաստվում ապահովել բժշկական գաղտնիքի իրավական պաշտպանությունը եւ ով է պատասխան տալու քաղաքացիների անձնական տվյալների նման անպատասխանատու շրջանառության համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարցի համար, նախ իհարկե շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ դեպք գիտեք, դրա մասին հետո էլի տեղեկություն տակ, բայց ամենևին թե Արմեդ համակարգում, որը թվային միջավայր է, բժիշկը ունի հասանելիություն անձի բժշկական տվյալների միայն իրեն հասանելի շրջանակներում։ Այսինքն բժշկական գաղտնիքի հետ առնչվում է բժիշկը այնքանով, ինչքանով դա իր այդ հասանելիության շրջանակում թույլատրելի է։ Եվ այդ հասանելիությունն էլ թվային միջավայրում վերահսկվում է։ Այսինքն ամեն անգամ, երբ որ բժիշկը բացում է անձի անհատական դաշտը բժշկական տվյալների մասին, դրա մասին գրառում է արվում Արմեդ համակարգում իր ID քարտով։ Սա հստակ է եւ սա կանոնն է եւ մենք միայն վերջերս է, որ հնարավորություն ենք տվել, որ անձի բժշկական տվյալները այլ բժիշկ եւս հնարավորություն ունենա նախորդիվ պատմությունը դիտարկելու միայն անձի հաստատման պայմանով։ Ինչ է սա նշանակում, որ եթե դուք գնացել եք թերապևտի մոտ, անցել եք որոշակի հետազոտություններ, թերապևտը ձեզ ուղղորդել է հաջորդիվ սրտաբանի մոտ, սրտաբանը կարող է նայել նախորդիվ ձեր պատմությունը միայն եթե դուք ձեր հեռախոսի եւ հավելվածի միջոցով նրան թույլ տաք, որպեսզի նա նայի։ Այսինքն սա հստակ թվային ձևաչափով հաստատված մեխանիզմ է։ Իսկ թե բժշկական գաղտնիքի վերաբերյալ կարող է արդյոք բժիշկը քննարկում իրականացնել, սա կոպիտ էթիկայի նորմի խախտում է եւ եթե անձի անձնական եւ բժշկական գաղտնիքի արտահոսք է թույլ տվել, սա նաեւ վարչական եւ քրեական իրավունքի շրջանակներում հստակ հանցակազմ է իրենից ներկայացնում։ Մենք մի փոքր նաեւ այստեղ պիտի բացենք, որ թվային միջավայրում անհատական տվյալները շատ ավելի խիստ են պահպանվում, քան թե թղթային ձևաչափով։ Ինչու՞։ Տեսեք, մեր բոլորի անկետաները, գիտեք, ամբուլատորիաներում, պոլիկլինիկաներում այդ անկետաները որոշակի տեղ են զբաղեցնում, եւ եթե անգամ ինչ-որ մեկը գնա անկետան բացի նայի եւ փակի դնի տեղը, դա շատ ավելի դժվար է վերահսկել, քան թե իմ ասած թվային միջավայրում, որ չի կարող ունենալ բժիշկը հասանելիություն, մինչև իր ID քարտով չգրանցվի, չմտնի եւ մուտք չունենա։ Մեր նպատակն է, որ մենք դուրս գանք թղթային բոլոր գրանցումներից եւ առաջիկայում էլ 1-2 տարվա ընթացքում այս բոլոր անկետաներ, թղթեր եւ այլնը արդեն իսպառ դուրս կգան գործածությունից։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար խնդրում եմ խոսափողը տրամադրել Ռուզաննա Մարանյանին։ Ողջունում եմ Տիկին Ավանեսյան, ես Ռուզաննա Մարանյանն եմ, Restart Գավառ ԵՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուն։ Հարցս հետևյալն է. մարզերում բժշկական կենտրոնների արդիականացումը եւ նոր սարքերով համալրումը դա ակնհայտ է, սակայն որակյալ կադրերի բացակայությունը դեռ մնում է խնդիր։ Ինձ հետաքրքրում է ինչ ռազմավարական քայլեր եք նախատեսում բացի մարզային բժիշկ ծրագրից, որպեսզի նոր եւ որակյալ երիտասարդ մասնագետներին ներգրավենք աշխատանքի մեջ եւ ինչպես քայլեր եք ձեռնարկում, որպեսզի նրանց համար ստեղծեք սոցիալական եւ մասնագիտական գրավիչ առաջարկներ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։
տեսեք, մարզային կենտրոններում բժիշկների ներգրավումը նախ շատ կարևոր հանգամանք է ենթակառուցվածքներն ու հագեցվածությունը։ Եվ ինչպես նշեցիք, մենք այս մասով շատ մեծ առաջընթաց ունենք եւ արդեն իսկ նկատելի է, որ բոլոր այն բժշկական կենտրոնները, որոնք որ նոր հագեցվել, վերազինվել, վերակառուցվել, բացվել են, այնտեղ երիտասարդ կադրերի հոսք ունենք։ Հաջորդը դա կրթական նպատակային ծրագրերն են եւ մեր ուսանողները կարող են կրթություն ստանալ ամբողջովին պետության կողմից փոխհատուցման մեխանիզմով, հետո 3 տարի աշխատելով մարզային բժշկական կենտրոններում։ Բայց սրան հավելյալ ես ուզում եմ ասել, որ այս խնդիրը նաև լուծվելու է եւ լուծվում է մեծապես առողջության ապահովագրության ներդրմամբ։ Որովհետեւ այսօր մեր մարզային բնակչությունը, ով տարիներ զրկված է եղել բժշկական հասանելի օգնությունից, որտեղ վճարունակության շատ մեծ խնդիր է ունեցել, այսօր հնարավորություն ունի գնալ իր մարզային բժշկական կենտրոն հասանելի ձևով ստանալու այդ ծառայությունը եւ մենք փոխհատուցում ենք այս ծառայությունների դիմաց։ Եվ շրջանառությունը բժշկական կենտրոնների շատ մեծացել է, աշխատավարձերը փոխվել են, մեծանում են։ Եվ սա նպաստում է, որ մեր երիտասարդ կադրերը սիրով ընդգրկվեն օրինակ, չգիտեմ, Թալինի, Գյումրու, առաջիկայում Սիսիանում մեծ բժշկական կենտրոն ենք բացելու, Սիսիանի արդեն մեր ունենք մոտ 10 մասնագետներ, ովքեր սպասում են, որ Սիսիանի բժշկական կենտրոնը բացվի, որ անցնեն այնտեղ աշխատանքի։ Եվ գիտեք, մի բան էլ ասեմ, որ նաև մարզերում մասնագետների ներգրավվածությունը կապված է մարզային հանրային կյանքի փոփոխությամբ, որովհետև երիտասարդները ուզում են ակտիվ հանրային կյանք, ուզում են սրճարաններ, այգիներ, շփման վայրեր, եւ այն, որ օրինակ Վանաձորում, երեք էինք մենք Վանաձորում, կյանքը փոխվում է եւ այդ աշխույժ, դինամիկ, հետաքրքիր հանրային կյանքը հնարավոր է դարձնում, որ մարդիկ ուզում են ապրեն Վանաձորում, ուզում են ապրեն Գյումրիում։ Այսօր Գյումրիում այնպիսի մշակութային, երիտասարդական միջոցառումների առումով հագեցված կյանք կա, որ երբ որ դու գնում ես ապրում ես Գյումրիում, դու որևէ միջոցառումից հետ չես մնում, եւ սա շարժիչ ուժ է նաեւ հանդիսանում։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ խոսափողը տրամադրել Շուշի Ֆահրադյանին։ Բարև ձեզ, ես Ֆահրադյան Շուշին եմ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ուսանող։ Ներկայումս իմ հարցը հետևյալն է, ներկայումս շատ այլ խնդիրների կողքին արկա է նաև երիտասարդների շրջանակում դեպրեսիաներ, չափից շատ ստրես կամ այլ հոգեբանական խնդիրներ ունենալու խնդիրը։ Իմ հարցը կայանում է նրանում, թե արդյոք նախարարությունը ինչ միջոցառումներ է իրականացնում մտավոր առողջության ոլորտը արդիականացնելու, բարելավելու համար եւ արդյոք ապագայում նախատեսվում է հոգեբանների եւ հոգեթերապևտների ծառայությունը ներառել պետպատվերի եւ առողջապահական ապահովագրության հիմնական փաթեթի մեջ, քանզի ժամանակին լուծում չստացած ստրեսը եւ տագնապը կարող են հետագայում հանգեցնել ել ավելի լուրջ առողջական խնդիրների։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարցի համար եւ այո, ներկայիս կյանքը ժամանակակից կյանքի գլխավոր մարտահրավերներից մեկը դիմակայունությունն է կեղծիքներին, մանիպուլյացիաներին, բուլինգին, սոցիալական հարթակների եւ ինֆորմացիոն ահռելի հոսքերին։ Սա շատ մեծ հարց է եւ մենք պիտի սովորենք մեզ վարժեցնել եւ մեզ պատրաստել մեր հոգեկան առողջությունը ինչպես կարող ենք խնայել, պաշտպանել։ Արդյոք մենք պիտի սրան վերաբերենք միայն որպես արդեն իսկ ինչպես ասեմ փաստի հետ առնչվելու առումով, այսինքն երբ որ դա դառնում է ախտորոշում, թե պիտի սկսենք սրան վերաբերվել որպես ֆիզիկական ակտիվության արդյունքում ինչպես ենք մենք մեր մկանները մարզում, որպեսզի կարողանանք նաև ուժ ունենալ դիմակայելու ֆիզիկական մարտահրավերներին։ Այն մենք այդ է մեր քաղաքականությունը, որ
մեր կառավարության ծրագրում ամենակարևոր կետերից մեկը կրթությունն է։ Եվ կրթությունը ոչ միայն գիտելիքի առումով, այլ նաև հենց հոգեբանական, մարմնական, մարմնամարզական կրթության առումով։ Եվ այստեղ շատ խաչվում են առողջապահության եւ կրթության քաղաքականությունները, եւ մենք մեր միացյալ ծրագրերի շրջանակներում այս հոգեկան առողջության, ֆիզիկական առողջության հատվածները ներառում ենք կրթական բաղադրիչի մեջ։ Այո, մենք հոգեկան առողջության փաթեթը ավելի ու ավելի վերանայում ենք, որ ոչ թե լինի դա միայն հոգեբուժական կամ խիստ հոգեբանական, կլինիկական հոգեբանական աջակցություն, այլ լինի շատ ավելի ընդգրկում։ Այսօր նաև գիտեք, որ շատ են տարբեր տիպի application-ները, որոնք որ on-line հոգեբանական աջակցություն են ցույց տալիս, բայց այստեղ էլ պետքա շատ զգույշ լինել եւ պետքա շատ զգոն լինել եւ չտրվել անձնական եւ անհատական կյանքի ամբողջական ներգրավվածություն ապահովել արհեստական բանականությամբ օգնությամբ ստեղծված այս նոր գործիքներին եւ շատ դեպքերում գիտեք, երբ որ մենք կորցնում ենք ինքնուրույնությունը եւ ինքնուրույն մտածելու, ինքներս մեզ հետ հարցեր տալու եւ առնչվելու եւ ֆիզիկական մարդ շփումից, սա էլ է իրանից շատ մեծ խնդիր ներկայացնում։ Այսինքն պիտի գտնենք բալանս։ Այո, on-line հարթակների օգնությունն էլ գիտելիքները, աջակցությունը հոգեբանական պիտի ունենանք մեր առջև որպես օժանդակ միջոց, մյուս կողմից մենք որպես քաղաքականություն իրականացնող որպես կառավարություն պիտի աջակցենք, որ դիմակայությունը ուժեղացնենք մեր երիտասարդների, երեխաների, դեռահասների շրջանակներում, բայց գիտեք, ամենակարևորը մարդ շփումը պահպանելն է, Ժողովուրդ ջան։ Այս շատ կարևոր է, երբ որ մենք կորցնում ենք մեր սոցիալիզացվելու ունակությունը, իսկ դա շատ իրական մարտահրավեր է, երբ որ մենք մեր հիմնական ժամանակը եւ շփման հիմնական ուղին դառնում է միայն էկրանի միջոցով, մենք շատ զգայուն ենք դառնում հենց այդ հոգեբանական խնդիրներին։ Դրա համար այս տիպի շփումներն էլ, երբ որ մենք ունենք տարբեր տարիքի, տարբեր զբաղվածության, տարբեր մարզերից, Երևանից, դրանք պետքա գնահատել եւ շատ կարեւորել։ Շնորհակալություն պատասխանի համար։ Հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Կատրին Սահակյանին։ Բարև ձեզ, ես Կատրին Սահակյանն եմ, Երևանի հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամից։ Եվ իմ հարցը կայանում է նրանում. Տիկին Ավանեսյան, 2021 թվականին մենք բոլորս ողջ հանրությամբ ցնցվեցինք Աբովյանի դիահերձարանի դեպքերից, երբ մեր զինվորների աջունները պարկերով նետված էր գետնին։ Դուք որպես նախարար ներողություն խնդրեցիք հանրայնորեն եւ հեռացրեցիք մի քանի տեխնիկական աշխատողների, սակայն երբ Աբովյանի դիահերձարանը գտնվում էր ձեր ստանձնած գերականության տակ, ինչու դուք ինքներդ հրաժարական չտվեցիք եւ միթե հանրային հնչեղությունը բավարար չէր պատասխանատվություն կրելու համար։ Նախ ես ձեր ձևակերպման հետ համաձայն չեմ եւ կխնդրեմ, որ ավելի զգայուն լինենք անգամ հարցը ձևակերպելուց, որևէ ձևով մեր աջունները նետված չեն եղել։ Պատերազմների ժամանակ, երբ որ լինում է զոհեր, աջունների հավաքման, դրանց այդ պահին ըստ ամենամարտկային արժանապատվության եւ նաեւ բոլոր սանիտարահիգիենիկ կանոնների համաձայն աջունները պահվում են պարկերի մեջ։ Եվ այստեղ էլ ես ձեզ ուզում եմ ասել, որ իհարկե
մանիպուլյացիաները եւ նման զգայուն թեմաների շուրջ արագ մոտեցում ձևավորելը շատ հեշտ է, բայց ուզում եմ վերադարձնել մեզ օբյեկտիվ փաստային դաշտ եւ անգամ նման զգայուն թեմայի շուրջ շատ հստակ կոնկրետ պատասխան տալ։ Պատերազմների ժամանակ աճունները պահվում են պարկերի մեջ։ Երբ որ ցավոք սրտի այդ ընթացքում մեր փոքրաթիվ մասնագետները, մեր դատաբժիշկները, մեր սանիտարները զբաղված էին կամավորները, ովքեր ամենածանր աշխատանքն էին իրականացնում, զբաղված էին ժամերի, օրերի ընթացքում ծանրագույն այս աշխատանքը անելու, պիտի հասկանանք, որ արվում էր այդ պահի ռեսուրսների շրջանակներում մաքսիմալը։ Նորից եմ կրկնում, այս հարցը այնպիսի հարց է, որ շատ հեշտ է կադր ստանալ եւ հուզել բոլորին։ Բայց պիտի գնահատենք, որ մեր կողմից, մեր երկրի ռեսուրսների, մարդկային ռեսուրսների, բոլոր ֆինանսական ռեսուրսներին համարժեք մեր դատաբժիշկները, սանիտարները արել են մաքսիմալը այդ կարճ վայրկյանների օրերի ընթացքում ապահովելու աճունների հավաքագրումը, կոնսերվացումը եւ հնարավոր հուղարկավորությունը եւ այլն։ Ինչու եմ ես ներողություն խնդրել, որովհետեւ միայն այն, որ որոշ ուժեր պահը օգտագործելով կարողացել էին կադր ստանալ, անգամ դա արդեն բաց թողում էր եւ հենց այդ դիահերձարանի աշխատողների, որտեվ այդ նման մարդկանց հուզմունքները ալիք ստեղծող կադր թույլ տալ չի կարելի, բայց նորից եմ կրկնում, աճունները պիտի պահվեն, աճունները եղել են եւ պատերազմների ժամանակ այդպես է ցավոք, որ երկիրը ունի որոշակի կարողություններ, որը 1 րոպեում կամ կներեք 1 օրում, 2 օրում լցվում են այդ ռեսուրսները եւ հնարավորինս ստեղծվում են հավելյալ ռեսուրսներ, որպեսզի ապահովի այս ցավագին process-ի կազմակերպումը։ Եվ ձեզ նորից կրկնում եմ, նետված չեն եղել, այո, ցավոք շատ աճուններ են ունեցել, որոնք պարկերով հնարավորինս փոքրաթիվ մասնագետների արկայության պարագայում փորձել են կազմակերպել այդ process-ը։ Բայց նորից եմ կրկնում, գիտեք, մենք պետք է լինենք նաև ներողություն խնդրել սովորել։ Երբ որ ես ներողություն խնդրեցի, շատերը նաև զարմացան եւ ինձ ասում են, շատ անգամ ասում են, որ ինչու եք ներողություն խնդրել, եթե ներողություն եք խնդրում, ուրեմն այդ ծայրահեղությունն է, որ պիտի հենց նախարարը հրաժարական տար, բայց ես կարծում եմ, որ պիտի լինել եւ էմպաթիկ եւ բաց թողումներին ճիշտ արձագանքել, բայց նախարարը եւ քաղաքական պատասխանատու անձը ամեն անհատի բաց թողման համար չի կարող ուրեմն թողնել եւ հեռանալ, դա ճիշտ չի։ Այո, ամեն անձ պիտի պատասխանատվություն կրի իր շրջանակի համար եւ ես էլ այդ իրավիճակում փորձել եմ հնարավորինս լինել եւ պատասխանատվություն կրող եւ էմպաթիկ եւ հասկանալով մեր զոհերի հարազատների հույզերը նաեւ ներողություն կրել, որ ավելորդ անգամ հնարավորություն է ստեղծվել,
որոշ անհատների համար գեներացնել, մանիպուլացնել հույզեր։ Հենց դրա համար եմ ներողություն խնդրել։ Շնորհակալություն հաջորդ հարցի համար Կարինե Ստեփանյան։ Տիկին Ավանեսյան, մարդկանց մոտ արդարացի հարց ու դժգոհություն է առաջանում, եթե քաղաքացին չի ուզում ապահովագրություն, ինչու է պետությունը պարտադրում, չէ որ ամեն մարդ ինքն է որոշում իր վաստակած գումարը, երբ եւ որ հիվանդանոցին վճարի, եւ նույնիսկ կա դեպք, երբ մարդու գործունեությունը կարող է կասեցվել, եթե տվյալ ժամանակում չվճարի սահմանված գումարը, բայց այդ մարդը չի ուզում, չէ, ապահովագրություն, ինչու է ստիպում, ինչու պետությունը չի գնացել կամավոր ապահովագրության ճանապարհով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարցի համար։ Նախ պետությունը 30 տարի հենց կամավոր ապահովագրության ճանապարհով է գնացել, բայց մենք ունեինք իրավիճակ, երբ որ կամավոր ապահովագրության այդ ուղին ըստ էության 120,000-ից ավել ապահովագրված անձ չունեինք կամավոր, 120-130,000-ի շրջանակներում են եղել կամավոր ապահովագրվածները։ Բայց այստեղ մենք հեծանիվ չենք հորինել եւ ինչ որ առումով նաեւ այլ երկրներից ապահովագրական համակարգ ներդրելու առումով նաեւ ուշացել ենք։ Տեսեք, ապահովագրական համակարգը եւ առողջությունը ընտրովի չէ, այսինքն մարդը չի ընտրում հոգ տանել առողջության մասին կամ առողջությունը հոգ տանելու կարիք լինում է, դա ընտրությամբ է։ Անձը, անգամ առողջ անձը մշտապես իր առողջության մասին հոգ տանելու կարիք ունենում է։ Այսինքն մեր պատկերացումները, որ մենք պիտի առնչվենք առողջապահական համակարգի հետ կամ ապահովագրության կամ հիվանդանոցների հետ այն ժամանակ, երբ որ ունենք հիվանդություն, այդպես չէ։ Եվ հենց ապահովագրական համակարգերը ստեղծվում են, որպեսզի անձը փոքր վճարներ իրականացնելով նախ հնարավորություն ունենա կանխարգելելու հիվանդությունները, այսինքն գրագետ հոգ տանելու իր առողջության մասին, եւ երբ որ գալիս է պահը մեծ ծախս իրականացնելու, չհայտնվի անելանելի իրավիճակում։ Տեսեք, եթե անձը այսօր ինչ որ մի խնդրով, օրինակ բերենք, ընկել է եւ այսպես բարդ կոտրվածք ունի, միջին այսպես ծառայությունների եթե շրջանակը հաշվարկենք, մի 600-700,000 դրամի ծախս պիտի կատարի, եթե վիրահատություն եւ այլն պիտի արվի, որ մարդը հնարավորություն ունենա նորից վերականգնի իր շարժունակությունը։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանի Հանրապետության 90% բնակչության համար սա մեծ ծախս է եւ շատ դեպքերում նաեւ անելանելի իրավիճակ է։ Եվ պետությունը պիտի հոգ տանի, որ իր քաղաքացին անելանելի վիճակում չհայտնվի։ Եվ մենք նորից եմ կրկնում, հետևելով շատ ու շատ զարգացած երկրների օրինակին, գնացել ենք այդ պարտադիր ապահովագրական համակարգի սխեմային։ Բայց այստեղ ազատ ենք թողել անձին որոշելու, թե որ բժշկական կենտրոնն է ուզում ընտրել։ Մեզ մոտ ազատ է, անձը ինքն է որոշում, որ բժշկական կենտրոնում իր ծառայությունը ստանա։ Եվ մենք փոխհատուցում ենք այն բժշկական կենտրոնին, որտեղ որ անձը դիմել է եւ ստացել է իր ծառայությունը։ Այսինքն մի կողմից ստեղծում ենք համակարգ եւ հնարավորություն ենք ընձեռում, որ անձը փոքր վճարներով հնարավորություն ունենա հոգ տանի իր առողջության մասին, այո, սա պարտադիր է, բայց մյուս կողմից էլ մենք հնարավորություն ենք տալի ազատ ընտրելու այն բժշկական կենտրոնը, որտեղ ուզում է ստանալ։ Տեսեք, մենք նաև տարիներ առաջ ընդունեցինք պարտադիր սոցիալական ապահովության համակարգը։ Ես դες ասեմ, որ այս համակարգը շատ ավելի դժվար ընկալվեց մեր ժողովրդի կողմից։ Հիշում եք, կամ երևի չեք հիշի, որ շատ մեծ ընդվզում կար սոցիալական ապահովության համակարգին, որովհետև դժվար է, երբ որ երիտասարդ ես փոքր ներդրում անել, երբ որ դու գնաս արդեն
թոշակի ունենաս ապահովություն, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եթե մենք այդ որոշումները չկայացնենք, մենք չենք կարող ունենալ ապահովված կյանք, ապահովված ծերություն, ապահովված առողջություն։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, հաջորդ հարցը ես կտամ։ Ճիշտ ասած, հարցը կապված է սոցիալական ծրագրերի ծավալի հետ, հա, որտեվ ինքս օրինակ շատ կոնկրետ հաշվարկներ չունեմ, բայց պատկերացում կա, որ այս ծավալի սոցիալական ծրագրերը իրենք կարող է խնդիրներ առաջացնեն ընդհանուր առմամբ տնտեսական զարգացվածության ու նաև բեռը դնեն որոշակի փոքր բնակչության թվականակի վրա, ովքեր նորմալ աշխատավարձ են ստանում, բայց նաև շատ է օրինակ ծախսվում իրենց ընդհանուր առմամբ եկամտահարկը կամ իրենց մուծած հարկերը տարատեսակ այսպիսի ծրագրերի վրա, որովհետև թոշակը ընթացքում բարձրացավ, բայց նաև նախընտրական շրջանում բարձրացավ, նաև հետվճարային համակարգը կա, իհարկե շատ ուրախ եմ, որ մեր տատիկ-պապիկները բուժվում են, դա լավ հնարավորություն է, բայց ինչ-որ մեկը վճարում է, հա, դա նաև այս բաղադրիչը կամ մյուս կողմից, այո, Հայաստանում միջին աշխատավարձն է բարձրացել, եթե չեմ սխալվում, մոտավորապես 320,000 դրամի շրջակայքում է տատանվում, բայց բնակչության մոտ 40%-ը 200,000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում, իսկ մոտ 50,000 ընտանիք էլ օգտվում է ազգային հիպոթեկային ծրագրից, որի միջոցով իր ամբողջ եկամտահարկը հետ է ստանում, այսինքն եթե արդյոք այս պատկերը չի կարող օրինակ առաջացնել այնպիսի խնդիր, որ մի օր հասկանան, որ քաղաքացիների ակնկալիքները, որովհետև հիմա արդեն այս ծրագրերը, որ դուք անում եք, լեգիտիմ ակնկալիք ունեն, որ միշտ լինելու է, բայց վտանգ չկա, որ ինչ-որ փուլի պետությունը չկարողանա սա անի, եւ մարդիկ արդեն կանգնեն փաստի առաջ, որովհետև սովորեն, որ 100,000-ավոր օրինակ, նաև ես մոռացա նշեմ, որ անչափահասներն էլ, չէ, եթե չեմ սխալվում, անվճար էլի բուժօգնություն է, այսինքն ոնց որ մի հատ փոքր սեգմենտի ուսերին դրված լինի այս ծրագրերը, դուք ինչ եք կարծում էլի այս մասով։ Շատ կարևոր հարց է, բայց ես կուզեի նաև անդրադառնալ ձերեն մտքին, որ նախընտրական շրջանում թոշակը բարձրացավ, նախընտրական շրջանում նաև այս խոսքերը կան, հնչում են շատ հաճախ, նախընտրական շրջանում առողջության ապահովագրությունը արվեց, բայց ես ուզում եմ ասել, որ սա շատ բան է, պարզունակ մանիպուլյացիա է, ինչու, որովհետև պետք է նայել, թե 21 թվականին, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է մեծամասնության այդ մանդատը եւ ձևավորել է կառավարության ծրագիր, ինչ է գրել իր կառավարության ծրագրում։ Արդյոք այն ինչ որ մենք այսօր անում ենք, այդ կառավարության ծրագրում կար գրված, թե չէ, եւ արդյոք մեզ դրա համար են ձայն տվել, թե չէ։ Եվ ուզում եմ շեշտադրել, որ սրանք ոչ թե նախընտրական շրջանում են արվել, այլ սա 21 թվականի հետընտրական խոստումներն են, որ մենք իրականացրել ենք։ Ուրեմն ընդունվել է կառավարության ծրագիր, որտեղ նշված են եղել այս բոլոր կետերը։ Թոշակները, որ պետք է լինեն, մեր կենսաթոշակը պիտի ապահովի նվազագույն սպառողական զամբյուղը, սա մեր խոստումն է եղել։ Առողջության ապահովագրությունը եղել է մեր խոստումը, եւ մենք սա իրացրել ենք։ Եվ այս էլ շատ կարևոր ընդգծել, որ այո, բա իշխանությունը դրա համար է գալիս, որպիսի իր նախորդիվ տված խոստումները իրականացնի ու դրանով գա հաջորդ ցիկլի ընտրություններին ու ներկայանա, ասի արել եմ այս, այսինքն այն ինչ խոսք եմ տվել, ես դա արել եմ։ Հաջորդիվ անդրադառնալով ձեր հարցին, արդյոք կառավարության ծախսերը իրականացվող սոցիալական ուղղվածության ծախսերը բալանսավորված են եւ մեր տնտեսության վրա հավելյալ բեռ են ստեղծում, թե հավելյալ հնարավորություն են տալիս տնտեսությունը զարգացնելու։ Ես կարծում եմ, որ սրանք հենց այս ծախսերի արդյունքում է նաեւ որ մեր տնտեսությունը աճում է։ Ինչու՞։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրությունը մեզ հուշում է, որ մենք ունենք աշխատուժի եւ այդ հարկ վճարող տարիքային սեգմենտի խնդիր, որը մենք պետքա լուծենք եւ հասցեագրենք։ Եվ եթե մենք մեր մինչև 18 տարեկան
երեխեքի առողջության ծախսերը 2019 թվականից սկսած չվերցնենք պետության վրա, այսինքն չանենք ներդրումը մեր մարդկային կապիտալի մեջ, Ժորժ ջան, մենք մեր տնտեսական պոտենցիալը չենք կարա իրացնենք։ Այսինքն եթե մեր հանրության մի մասը լինի հիվանդ, վատ կրթված, չի գեներացնելու արդյունք եւ մեր երկիրը չի գեներացնելու հարստություն եւ համախառն ներքին արդյունք։ Դրա համար մեր սոցիալական ծրագրերն էլ հենց ուղղված են եղել դրան, որ ոչ թե համատարած այսպես օրինակ եմ բերում։ Մեզ նաև դրա համար շատ քարկոծում են։ Մենք վերանայել ենք հաշմանդամության կարգի օրինակ սոցիալական ծախսերը։ Շատ ավելի խստացրել ենք այն սանդղակները, որով հիմա հաշմանդամության կարգ են ստանում, որովհետև ասում ենք, եթե անձը ֆունկցիոնալության խնդիր չունի, այո ունի ախտորոշում, բայց անձը կարող է աշխատել եւ պիտի աշխատի, մենք վերանայել ենք դրա սոցիալական ծախսերը եւ կրճատել ենք։ Բայց մյուս կողմից մենք ավելացրել ենք նույն 65+ տարիքի անձանց առողջական ծախսերի բաղադրիչը, որտեվ էլի մեզ համար շատ ավելի ձեռնտու է, որ մենք մեր 65 տարեկան անձի քրոնիկ դեղերը իրան տանք, իր առողջական վիճակը չծանրանա, ինքը չդառնա հաշմանդամ, ծանր հիվանդ եւ տենց չնստի կոպիտ ասած մեր տնտեսության, մեր այսպես բյուջեի վրա, այլ հնարավորություն ունենա իր շարժողնակությունը, իր ֆունկցիոնալությունը ապահովելով արդյունք ստեղծի մեր երկրի համար։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Անուշ Աբրահամյանին։ Ես Անուշ Աբրահամյանն եմ, սովորում եմ Երևանի Բենյամին Ժաբկոչյանի անվան վարժարանում։ Հարցս այսպիսինն է. Երևանում եւ քաղաքին մոտ հարակից բնակելի տարածքներում հաճախ մարդիկ բողոքում են աղբավայրերից եկող տղաչոտից եւ աղբի այրումից առաջացած ծխից, որը վնասական է մարդկանց առողջության համար, իսկ վերջին տարիների համաձայն էլ Երևանում PM 2.5-ի մակարդակը որոշ միջազգային նորմերի համաձայն 400-ից 1000%-ով բարձր է եւ նաեւ վերջին տվյալների համաձայն նաեւ 5-ից 6 ամբողջ միջինով օդի աղտոտվածությունը բարձր է, դա սահմանված էր ԱՀԿ-ի սահմաններով։ Հիմա հարցս այսպիսինն է. Խնդրեմ ասեք Հայաստանում այս խնդրի առողջապահական ռիսկերը որքանով են ուսումնասիրված եւ կա հստակ պետական ծրագիր, որպեսզի մարդիկ չշնչեն այլևս քաղցկեղածին օդ։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Նախ պիտի հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի օբյեկտիվ գնահատող չափիչ սարքերի արկայության տարիներով խնդիր է եղել։ Սա ինչ է նշանակում, որ երբ որ մենք մի բանը չափում ենք, դա պետք է լինի ստանդարտացված եւ ըստ էության արտահայտի իրական վիճակը։ Եվ այս խնդիրը լուծելու համար կառավարությունը վերջին 2 տարիներին շատ մեծ ներդրումներ է իրականացրել, որպեսզի մենք Երևան քաղաքում ունենանք համապատասխան վայրերում տեղակայված չափիչ կայաններ, որոնք որ օդը հավաքում են եւ դրա վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ են տալիս։ Այս աշխատանքները շարունակվում են եւ այստեղ էլ ուզում եմ տարբերակենք մանիպուլյացիոն եւ մարդկանց վախեր ներշնչող պահը իրականությունից։ Այո, լինում են օրեր, երբ որ Երևանում օդի աղտոտվածության թույլատրելի սահմանները անցնում են կարմիր զոնայի մեջ։ Լինում են նման օրեր։ Եվ այդ ստանդարտներն էլ մենք վերջերս ենք վերանայել եւ վերցրել ենք ԱՀԿ-ի ամենախիստ ստանդարտները, սա էլ է շատ կարեւոր։ Հաջորդիվ, այո, մենք բոլորս գիտենք, որ մենք ունենք Երևանում Էրեբունի շրջանում շատ մեծ աղբավայր, որը տասնյակ տարիների տխուր պատմություն ունի։ Ես ուզում եմ ասել, որ Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ նախագծի վերաբերյալ մրցութային գործընթացի մեջ է, եւ սա շատ մեծ ծախսատար ահռելի մեգա պրոյեկտ է, աղբի վերամշակման ենթակառուցվածքներ ստեղծելը։
Արդեն պիլոտային որոշակի ծրագրեր իրականացվել են մարզերում, օրինակ Հրազդանում ունենք աղբի հավաքագրման եւ վերամշակման առաջին պրոյեկտները, բայց Երևանում սա շատ մեծ խնդիր է եւ այո, ճիշտ եք նշում, որ պիտի սա Երևան քաղաքի զարգացման ամենակարևոր կետերից մեկը դիտարկենք։ Եվ ես ուրախ եմ, որ նախագիծը արդեն դրվել է մրցույթային գործընթացի եւ առաջիկա տարիներին մենք պլանավորում ենք կառուցել ժամանակակից աղբի վերամշակման ենթակառուցվածքներ եւ այդ աղբի այրման ուրեմն շրջափուլից դուրս գանք։ Բայց ուզում եմ ասել նաև, որ Երևանի իհարկե միայն աղբավայրը չի խնդիրը, այլ ամեն օր ավելացող տրանսպորտային միջոցներն են, եւ սա նաև տնտեսական զարգացման մի կողմնակի ազդեցություններից մեկն է, երբ որ ավտոմեքենաները շատ ավելի հասանելի են դարձել եւ մեր քաղաքացիների այս տնտեսական զարգացման արդյունքում բարիքը ինչ որ առումով դառնում է նաև խնդիր։ Այս առումով էլ գիտեք, որ մենք խրախուսում ենք էլեկտրոմոբիլները, դրանք ազատված են Հայաստանում ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից։ Եվ այսպես ենք փորձում նաև խրախուսել, որ ներքին այրման շարժիչով մեքենաները Հայաստանում պակասեն եւ հանրային տրանսպորտն է։ Մի քանի օր առաջ մենք 45 տրոլեյբուսների ուրեմն մեկնարկը տվեցինք, նրանք արդեն համալրում են Երևան քաղաքի լրակազմը եւ սա է զարգացման ճանապարհը, բոլոր ուղղություններով մենք պիտի աշխատենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Էմմի Աճեմյան։ Տիկին Ավանեսյան, հարցս հետևյալն է. Ինչու են մարզերում բժշկական քանակը եւ սպասարկման որակը դեռ զգալիորեն զիջում Երևանի հնարավորություններին։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ շատ ուղղություններով արդեն ոչնչով չեն զիջում։ Եվ մեր մարզային բժշկական կենտրոններ հագեցված են վերջին սերնդի սարքավորումներով։ Այսպես ասեմ, մի 10 օրվա ընթացքում 10 մարզային բժշկական կենտրոններ հագեցվել են վերջին սերնդի թվային ուրեմն սարքավորումներ, մամոգրաֆներով, կոլոնոսկոպներով եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց իհարկե, Ժորժ ջան, այո, մարզային համընթաց զարգացումը կառավարության կարևոր ուղղություններից է մեր եւ այս առումով մեզ շատ դեպքերում նաեւ ասում են, որ մենք շատ ավելի մեծ ներդրումներ անում ենք մարզերում եւ դոտացիաները մարզերին, սուբվենցիոն ծրագրերը մարզերին 5 տարիներին աննախադեպ են։ Աննախադեպ։ Այսօր մենք Արարատի մարզում էինք եւ մենակ Արարատի մարզում ես ձեզ թվեմ ինչ ենք անում առողջապահության ոլորտում։ Մենակ։ Ուրեմն գանք Արտաշատի պոլիկլինիկան 1 ամսվա ընթացքում կհանձնվի շահագործման, ամբողջովին վերանորոգվել հագեցվում է։ Արտաշատի հիվանդությունների վերահսկման մասնաճյուղը արդեն իսկ շահագործված է նոր պայմաններում։ Վեդի բժշկական կենտրոնը վերակառուցման ընթացքում է։ Կառուցվում է Մասիսի բժշկական կենտրոնը։ Կառուցվում է 5 ամբուլատորիա։ Այսինքն Արարատի միայն մարզի շրջանակներում բոլոր առողջապահական կազմակերպությունները վերանորոգվում, վերակառուցվում, հագեցվում են։ Միայն Արարատի մասով եմ ասում։ Չասած դպրոցների ու մանկապարտեզների մասով, հաջորդիվ նաև ճանապարհների մասով։ Եվ մենք այս տեսնում ենք, որ այս տարիների ներդրումը արդեն իսկ պտուղները տալիս է։ Այսօր մենք ունենք գյուղական բնակավայրեր, որտեղ ճանապարհները ավելի լավն են, քան թե որոշ դեպքերում Երևանում, ճիշտն ասած։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Սյուզի Մարգարյանին։ Սյուզի Մարգարյան, Հայաստանի Պետական Ֆինանսատնտեսագիտական քոլեջ։ Տիկին Ավանեսյան, Բաքվում մնացած մեր գերիների մասին խոսելիս հաճախ նշում եք, որ տեղյակ եք նրանց առողջական վիճակից ամեն բան նորմալ է։ Բայց ցանկանում եմ նշել, ինչու Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ դուք որպես Հայաստանի առողջապահության նախարար Բաքու գնալ չեք կարող անձամբ նրանց այցելելու եւ նրանց վիճակից ավելի լավ տեղյակ լինելու համար։ Չէ՞ որ ձեր իսկ թիմի
թիմի ներկայացուցիչները հաճախ նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները փոխադարձության սկզբունքով են կառուցվում։ Շնորհակալություն։ Նախ ես ուղեմ մեջբերումները, ես չեմ ասում, որ ես ամեն ինչից տեղեկացված եմ եւ նրանց հետ ամեն ինչ լավ է։ Ես ասում եմ, որ գերիների թե առողջական վիճակի եւ հումանիտար այլ հարցերի հետ կապված մեր կառավարությունը եւ համապատասխան գերատեսչությունները ամենօրյա աշխատանք են իրականացնում եւ հետեւողականորեն այս ուղղությամբ անում են ամենը, որպիսի թե նրանց պահման պայմանները, թե նրանց առողջական վիճակը եւ իհարկե նրանց տուն վերադարձը օր առաջ լինի։ Եվ այս աշխատանքները նորից պիտի ընդգծեմ, որ շատ դեպքերում հանրային հնչեղության հարցեր չեն եւ չեն կարող ներկայացվել ինչ է արվում, ինչպես է արվում։ Եվ մինչև որ մեր հայրենակիցը չի գալիս հասնում մեզ մոտ եւ մենք ունենում ենք վերադարձ, մենք այս մասին չենք կարող որևէ ձևաչափով պնդումներ, երաշխավորություններ եւ այլն տալ։ Այսինքն մենք աշխատում ենք, անում ենք բոլոր խողովակներով եւ հնարավոր բոլոր ուղղություններով ջանքեր ենք թափում, որպիսի մեր բոլոր հայրենակիցները օր առաջ վերադառնան եւ ուրեմն մենք այլևս նման խնդիր չունենանք։ Հաջորդ ուրեմն հատվածը մենք այո հաստատում ենք, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի խաղաղություն եւ սա փաստ է եւ մենք երջանիկ ենք։ Ես որպես նաև ասում եմ, ինչպես ասեցի, որպես մայր եմ ասում, երջանիկ ենք, որ Հայաստանի սահմաններին որևէ կրակոց, որևէ վիրավորում չկա։ Եվ օգոստոսի 8-ից հետո Հայաստան-Ադրբեջան հաստատված դեռ փխրուն խաղաղությունը մենք պիտի աչքի լույսի պես փայփայենք։ Ինչու? Որովհետև այ հենց ձեր համար։ Որովհետև հավիտյան կոնֆլիկտի գաղափարախոսությունն ու մտածողությունը մեզ տանում է ոչ մի տեղ։ Մեզ տանում է մեր պետության, մեր ինքնիշխանության եւ մեր ապագայի կորստի։ Եվ մենք այս պատմական ցիկլից դուրս ենք եկել եւ այո, մենք ունենք այսօր հաստատված խաղաղություն եւ պիտի անենք ամեն ինչ եւ մենք շատ հաստատուն ենք այս առումով եւ շատ նախանձախնդիր ենք եւ մեր ժողովրդի մեզ տված պատգամը պինդ պահելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի եւ ընդհանրապես տարածաշրջանի խաղաղությունը միակ գրավականն է, որ մեր ապագան Հայաստանի հետ է կապված լինելու։ Ժորժ ջան, 2025 թվականը առաջին տարին է տասնամյակների մեջ, որ մենք ունենք ներգաղթ։ Սա ինչի մասին է խոսում։ Որ մեր ժողովուրդը իր կյանքը կապում է Հայաստանի հետ։ Իր ապագան կապում է Հայաստանի հետ եւ ոչ թե լքում է երկիրը ինչպես որ 100 հազարավոր քաղաքացիներ տասնյակ տարիների ընթացքում լքել են, որովհետեւ չեն ուզել ապրել հավիտյան կոնֆլիկտի տրամաբանության մեջ, այսօր հաստատված խաղաղության արդյունքում մենք մեր կյանքը կապում ենք Հայաստանի հետ։ Ես որպես մայր այսօր հանգիստ եւ երջանիկ եմ, որ իմ տղաները ծառայելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայում են խաղաղության պայմաններում։ Եվ սա մենք նորից եմ կրկնում աչքի լույսի պես պիտի պահենք ու թույլ չտանք, որ մեզ մանիպուլացնեն, որ մեր շատ նուրբ զգայարանների վրա խաղալով փորձեն մեզ շեղել եւ նորից վերադարձնել խամաճիկի սցենարի մեջ, պիտի թույլ չտանք։ Եվ այո, գերիների հարցը շատ ցավոտ հարց է, ինչպես նաև
անհետ կորածների հարցը, ինչպես նաև մեր զոհերի հարցը։ Շատ ցավոտ հարց է, բայց այս բոլոր հարցերը մենք պիտի հասցեագրենք, թույլ չտալով, որ մեզ այս նյարդային եւ շատ զգայուն կետերին սեղմելով վերադարձնեն մանիպուլյացիոն դաշտ։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Գագիկ Ծատուրյանին։ Բարև ձեզ, ես Ծատուրյան Գագիկն եմ, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցից, հարցս այսպես ձևակերպեմ։ Մենք հաճախ լսում ենք բյուջեի աճման եւ նոր բժշկական կենտրոնների բացման մասին, բայց եկեք թողենք մի կողմ այս պետական թվերը։ Հայաստանում այսօր շատ մարդիկ իրենց երեխայի վիրահատման համար գումար են հավաքում Facebook-ի կամ հեռուստացույցի միջոցով, այսինքն իրենց նկարն են երեխայի տեղադրում, որպեսզի բոլոր մարդիկ իրենց երեխային համար գումար ուղարկեն եւ այսպիսով ստեղծվում է իրավիճակ, որ մարդիկ վախենում են հիվանդանալուց, քանի որ գիտեն, եթե այդպիսի իրավիճակում հայտնվեն, իրենց ընտանիքի համար կստեղծվի մեծ ֆինանսական անկում եւ իրենք չեն կարող այդքան գումար վաստակել եւ հիմնական պատճառներից է, որ նրանք այդպիսի քալին են դիմում, որովհետեւ պետպատվեր կամ չկա կամ իրենց հիվանդության հերթը չի հասնում եւ իրավիճակ է ստեղծվում, որ մենք ունենք ժամանակակից սարքավորումներ, բայց մարդիկ չեն կարողանում դիմել այդ սարքավորումներին, քանի որ կամ չունեն մեծ գումարներ կամ ընդհանրապես չունեն ծանոթներ եւ իմ հարցը հստակ է դուք որպես նախարար դուք չեք համարում սա որ մեծ անկում է մեր համար քանի որ մարդը չի կարողանում դիմել ընդհանուր այդ հաստատություններին նախ մի հատ վերադառնանք փաստերին մենք ուրեմն 2018 թվականին համեմատ 2026 թվականի առողջապահական բյուջեն ես ձեզ նշեմ 18 թվականին եղել է 81 միլիարդ դրամ 2026 թվականի առողջապահության բյուջեն 200 մոտ 40 միլիարդ դրամի շրջանակներում է այնպես որ փաստերը խոսուն են եւ չենք կարող չխոսել պետական փողերի մասին։ Հաջորդիվ գամ։ Այո, ճիշտ եք ասում, մինչեւ 2019 թվականը պետությունը հոգ էր տանում միայն մինչեւ 7 տարեկան երեխաների շատ սահմանափակ ծավալով բուժօգնության մասին։ 2019 թվականին մեր առաջին քայլերից մեկն էր երեխաների առողջապահական ծախսերը դարձնել պետական պատվերի շրջանակներում եւ մինչեւ 18 տարեկան երեխաները դարձան պետական պատվերի շահառուներ եւ 2026 թվականի հունվարի 1-ից երեխաները դարձան ապահովագրված եւ պետությունն է վճարում երեխաների բուժօգնության համար արդյոք սա նշանակում է որ չկան դեպքեր երբ որ երեխան կարիք ունի բուժվելու օրինակ արտերկրում եւ նման դեպքերը նախատեսված չեն պետական բյուջեով իհարկե կան դեպքեր եւ ձեր նշած դեպքերը երբ որ լինում է բարեգործական հիմնադրամները դրամահավաք են իրականացնում վերաբերում է հենց այս դեպքերին բայց նորից եմ կրկնում պիտի փաստերի արձանագրումը հստակ իրականացնենք այսօր երեխաները օգտվում են պետության կողմից տրված երաշխիքից եւ մեր երեխաները բուժվում են պետական պատվերի շրջանակներում պետության փոխհատուցմամբ եւ սա էլ ես ձեզ ուզում եմ ասել որ էլի մեր ոլորտին վերաբերող շատ հաճախակի օգտագործված շահարկումներից բան է վերնագիր է տեսեք մենք պիտի փորձենք մանավանդ ձեր նման պայծառ երիտասարդները միշտ պետքա քննադատ լինեք ցանկացած ինֆորմացիային նայեք երբ որ ասում եմ պետական պատվերը վերջացել է սա շատ հստակ ապատեղեկատվություն է շատ հստակ որովհետև
նորից եմ կրկնում 18 թվականից մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ ամեն տարի հաջորդ տարվա բյուջեն պլանավորում ենք, բայց ասում ենք Ժորժ ջան, բյուջեն պլանավորում ենք, բայց եթե զգանք, որ կարիքը լինի հավելյալ միջոցներ ներդնելու, մենք այդ միջոցները ներդնելու ենք։ Եվ ստացվում է, որ հենց որ մինչև ապահովագրությունը կարիք էր լինում ավելացնել բյուջետային միջոցներ, մենք անընդհատ ավելացնում էինք։ Բայց սրան ի հակառակ այս թեզը, որ ինչի են միջոց ավելացնում, որտեղ պետական պատվերը վերջացել է։ Բայց ոչ թե վերջացել է, այլ որովհետև կարիքները մենք փաստացի ուզում ենք հոգանք բոլորի, չենք ուզում մնան այդ մարդիկ դրանը, դրա համար անընդհատ ավելացնում ենք միջոցները։ Բայց մի բան եմ ուզում ասել, որ այո, պետական պատվերով կամ ապահովագրությունով էլ բժշկական ծառայությունների ստանալը կարող է լինի հերթագրման շրջանակներում, պլանային դեպքերը, որը շատ նորմալ է, այստեղ էլ պիտի շատ գերագնահատված ակնկալիքներ թույլ չտանք, որ ստեղծեն մեզ համար, որպեսզի հետո հիասթափություն առաջադրեն։ Բայց Ժորժ ջան, անգամ Ամերիկայի կամ եվրոպական շատ հարուստ երկրների օրինակով ձեզ բերեմ, քաղցկեղի կամ լինում է շատ բացառիկ հիվանդությունների, շատ ծախսատար հիվանդությունների ժամանակ լինում են դրամավակներ, եւ դա շատ նորմալ սոցիալական պատասխանատվության դրսևորում է եւ սրա կարիքը միշտ լինելու է, որովհետեւ այսօր քաղցկեղի բուժման այնպիսի մեթոդներ կան, որ օրինակ մինչեւ չեմ անում 300-400 $400,000 հասնող բուժման ձևեր կան։ Արդյոք սրանք մենք կարող ենք այսօր բյուջեով փակել? Ոչ։ Եվ այսպիսի բացառիկ դեպքերն էլ այո կարող են լինել դրամահավաքների միջոցով, դա պետքա շատ նորմալ ընդունել եւ բոլորս էլ պետքա ունենանք այդ սոցիալական պատասխանատվության մի ձևը։ Հաջորդ հարցի համար Հովսեփ Սիմոնյան։ Հովսեփ Սիմոնյան, Գյումրու ակադեմիական վարժարան։ Տիկին Ավանեսյան, շատ քաղաքացիներ ներկայիս դրությամբ չեն վստահում պետական բուժհաստատություններին եւ այլընտրանքային որպես տարբերակ ընտրում են ծանոթով բժշկի գնալը։ Չնայած որ առողջապահության ոլորտում իրականացվում են շատ բարեփոխումներ, ձեր կարծիքով սա ֆինանսավորման, կառավարության ճգնաժամ է եւ ինչ քայլեր է ներկայիս դրությամբ նախարարությունը ձեռնարկում, որպեսզի մարդիկ կարիք չունենան դիմելու իրենց ծանոթներին, որպեսզի դիմեն բժիշկներին։ Եկեք տարբերենք ծանոթ բժիշկ ունենալը եւ այսպես խորհուրդ հարցնել, թե որ բժիշկին դիմես եւ դիմես ու հնարավորությունը ունենաս դու ընտրես, թե որ բժիշկին դիմելը, լավ բան է, այստեղ խնդիր չկա։ Այո, երբ որ բոլորս էլ ունենում ենք ինչ-որ մի խնդիր, փորձում ենք հետաքրքրվենք մեր ծանոթներից, ընկերներից եւ հասկանանք ումից են գոհ, որ բժիշկն է լավ։ Այսօր նաեւ գիտեք, բժիշկներն էլ շատ ակտիվ են սոցիալական ցանցերում եւ այստեղ էլ պիտի դիտարկենք սա նորմալ երևույթ։ Մյուս գնահատականը, արդյոք մարդիկ պետական բժշկական կենտրոններ չեն դիմում, թույլ տվեք այդքան չհամաձայնվի, որովհետև թվերն են ուրիշ բան ասում։ Օրինակ, ինչ ասեմ, նույն մարզային բժշկական կենտրոնների առումով համեմատած, թե 2018-ից հետո ինչպես է աճել պետական բժշկական կենտրոնների դիմելությունը, աննախադեպ է։ Եվ ոչ միայն պետական պատվերով կամ ապահովագրությունով, այլ հենց վճարովի ծառայությունների առումով։ Եվ սրան նպաստել է իհարկե վերակառուցումները, վերանորոգումները եւ հագեցումները։ Բայց նորից վերադառնամ իմ այն մտքին, որ մենք ապահովում ենք մրցակցություն բժշկական կենտրոնների միջև։ Եվ ես ասում եմ, եւ միշտ այդ թեզը առաջ եմ տանում, որ պետական բժշկական կենտրոններն էլ պիտի հավասար մրցեն մասնավոր բժշկական կենտրոնների հետ, որպեսզի մարդիկ գոհ լինեն իրենց մատուցած ծառայություններից եւ ընտրեն իրենց մոտ գնալը։ Եվ սա է սկզբունքը զարգացման։ Մասնավորը, պետականը պիտի իրար հետ մրցեն եւ միայն մրցման արդյունքում է, որ կարող ենք զարգացում ապահովենք։ Եթե պետական բժշկական կենտրոնները չկարողանան մրցել, դուրս կմնան, կփակվեն։
Եվ սա էլ է նորմալ։ Եթե դու չես կարողանում բավարար ծառայություններ մատուցել, որ քեզնից գոհ լինեն, դա է թելադրում ուրեմն շուկան, ուրեմն այդպես էլ կլինի։ Բայց ես ես ասում եմ, որ փաստերը ցույց են տալի ճիշտ հակառակը։ Այսօր պետական բժշկական կենտրոնների շրջանառությունը, ես հենց Գյումրու օրինակի վրա բերեմ ձեզ, ուրեմն շրջանառությունը 10 անգամ ավելացել է։ Գյումրու բժշկական կենտրոնի տարեկան բյուջեն 10 անգամ ավելացել է համեմատած 2018-ից։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Գալոյան Մարիաննա։ Ողջույն, Տիկին Ավանեսյան, ես Գալոյան Մարիաննան եմ, ԵՊՍ թեմ ավագ դպրոցից, հարցս հետևյալն է. Արդյոք նախարարությունը մշակում է ռազմավարություններ ծնողների շրջանում պատվաստումների մասին տեղեկատվության դեմ պայքարի համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հարցի համար, ես դες հետ նաև կիսվեմ մի տեղեկատվությամբ, այս պահին չեմ հիշի, որ սոցիոլոգիական այդպիսի կազմակերպություններ, բայց ուսումնասիրություն էին արել եւ վեր էին հանել այն ոլորտները, որտեղ ապատեղեկատվությունը ամենամեծ թվովն է եւ ամենաազդեցիկն է եւ առողջապահությունը այդ 4 առաջնակի ոլորտներից էր, որ սովորաբար երկրների դեմ իրականացվող տեղեկատվական արշավների ուղղվածությունը հենց առողջապահական թեմաներին է վերաբերում, որը շատ հասկանալի է, որովհետև շատ զգայուն է։ Եվ տարիներ ի վեր կան այսպես գործող անտիվաքս տեղեկատվական կենտրոններ, որոնք որ աշխատում են մարդկանց մոտ հավատը ապացուցողական բժշկության նկատմամբ խաթարելուն։ Եվ շատ երկրներում ուրեմն նրանք այդ հաջողության հասել են։ Ես ուրախ եմ, որ մեզ մոտ COVID-ի ընթացքում այս արշավները շատ սաստկացան, հետո մենք շատ մեծ ջանքեր ներդրեցինք, որպեսզի կարողանանք աշխատենք ծնողների հետ, մեր նաև բժիշկների հետ, բժիշկների շրջանում էլ կային այդ ապատեղեկատվական հոսքերը, որպեսզի վերականգնենք ապացուցողական բժշկության նկատմամբ վստահությունը։ Եվ այդ աշխատանքը իր արդյունքը տալիս է, այդ տեղեկատվական ուրեմն աշխատանքի արդյունքում մենք պատվաստումների մեր ցուցանիշը բարձրացրել ենք եւ 2025 թվականին պատմական ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել 95.2% ընդգրկվածություն։ Սա շատ մեծ վստահության ցուցանիշ է։ Ձեզ ասեմ, որ նույն մենք անցյալ տարի ներդրեցինք ջրծաղիկի դեմ պատվաստանյութը եւ ելի շատ ուրախ ենք, որ հանրությունը շատ ճիշտ ընկալեց եւ մի բան էլ հակառակ էֆեկտը եղավ, որ շատ մեծ հոսք ունեցանք եւ դա մեզ շատ ուրախացնում, այսինքն մարդիկ վստահում են պատվաստումներին եւ սա տալիս է իր արդյունքը ժողովուրդ։ Հայաստանը արդեն տարիներ է, որ կարմրուկի բռնկումներից զերծ է, իսկ կարմրուկը մյուս նման վարակիչ հիվանդությունները ահռելի մեծ վնաս են հասցնում, եթե պատվաստումների մակարդակը իջնում է։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը եւս ուզում եմ խոսեմ այս մասին, եւս չափազանց կարևոր պատվաստանյութ է կանանց, աղջիկների, ուրեմն վզիկի քաղցկեղի, արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման առումով։ Եվ այստեղ էլ ցավոք սրտի շատ էլի նուրբ բաներին այսպես վերարտադրողական առողջության հետ կապված այսպես հարցերը օգտագործելով մանիպուլացնելով տարիների ընթացքում այդպիսի փորձեր եղել են, բայց ես ուրախ եմ, որ չեն հաջողել։ Եվ այսօր մենք այս մասով էլ շատ մեծ հաջողություններ ունենք, ինչը նշանակում է, որ այն 100 կինը, որը մահանում է երիտասարդ տարիքում քաղցկեղից, մի քանի 5-6 տարի հետո այս թիվը կրճատվելու է, որոշ ժամանակ հետո այս թիվը կարա հասնի 0-ի, որ երիտասարդ կինը ուղղակի չմահանա քաղցկեղից, որովհետև սա կանխարգելվող հիվանդություն է։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Տիգրան Ղալայանին։
Շնորհակալություն Տիգրան Ղալայան, Վանաձորի պետական համալսարան, Ռեստարան Վանաձորի երիտասարդական հասարակական կազմակերպություն։ Տիկին Ավանեսյան, մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի եւ արցախցի Արթուր Օսիպյանի միջև տեղ ունեցած միջադեպի ժամանակ դուք եք ներկա եւ այդ միջադեպից հետո լրատվամիջոցներին ձեր տված ճեպազոյցի ժամանակ ասացիք, որ մեր ժողովուրդը չի սիրում անադեկվատ վարքագիծ, չի սիրում ագրեսիվ վարքագիծ եւ ըստ այդմ այսպիսի մի հարց է ծագում, ինչ ագրեսիա եւ ինչ անադեկվատ վարքագիծ դուք նկատի ունեիք ասելով այդ ամենը եւ արդյոք Նիկոլ Փաշինյանի այդ միջադեպի ժամանակ օգտագործված Ռադետ Քաշի համբալի մեկը Թալանչի անասուններ թողրադը լենստեից գնան եւ այդ տականք արտահայտությունները դուք չեք դիտարկում որպես ագրեսիա եւ անադեկվատ վարքագիծ։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ այդ օրը մենք երկու միջադեպ ունեինք, երկու-երեք շատ հստակ սադրիչ գործողություններ եղան, բայց մեր նաև կարևորագույն հանձնառությունն է եղել, որ մեր ամբողջ նախընտրական քարոզարշավը լինի ուղիղ եթերում։ Եվ սա մեր նաև դարձավ եւ դառնալու է ուժեղ կողմը։ Ինչու՞, որովհետև մեր մոտեցումն է, որ մենք չենք խուսափում սուր, դժվար, բարդ հարցադրումներից։ Իսկապես չենք խուսափում։ Եվ եթե դրանից մի քանի օր առաջվա դեպքը նայած լինեք, Շենգավիթում մեզ մի երիտասարդ մոտեցավ, միջին տարիքի անց մոտեցավ, որը էլի շատ մեղադրողական, շատ սուր հարցեր բարձրացրեց եւ վարչապետի հետ զրույցի բռնվեցին հենց էլի Ղարաբաղի հետ կապված թեմաների շուրջ եւ ձեզ ուզում եմ ասել, որ այս ցավոտ խոսակցությունները տեղի են ունենում ամեն օր անընդհատ եւ շատ կարեւոր են։ Բայց սուր ցավոտ քննադատական հարցադրումներից զատ կա նաև մի այլ սցենար, որն է ոչ թե հարց բարձրացնել պատասխան ակնկալելու, ոչ թե քննադատել դրան արձագանքը լսելու, այլ սադրել եւ փորձել տանել միայն վիրավորանքի եւ անհարգանքի դաշտ։ Եվ պարոն Օսիպյանը, ես հենց կանգնած էի, անմիջապես մոտեցավ եւ գիտեք, առաջին հենց վարքագիծը, երբ որ վարչապետը բաց լինելով իր կողմից հարցադրումներին փորձեց ձեռք մեկնել, պարոն Օսիպյանը շատ այսպես հստակ հրաժարվեց անգամ ձեռք սեղմումից, որը էլի նորմալ է, ինչ որ առումով կարող է նորմալ դիտարկվել, հետո հարցեր բարձրացվեց, որին ի պատասխան հնչում էր այն ինչ որ ինքը երևի ակնկալում էր, երբ որ հարց ես բարձրացնում, երևի ակնկալիքն է, որ այդ հարցի պատասխանը լսես, դիտանկյունը լսես, բայց պարոն Օսիպյանի նպատակը պատասխանները լսելը չէր, ցավոք սրտի։ Նորից եմ կրկնում, մենք բաց ենք եւ վարչապետը հակառակը շատ գնահատում է եւ այդտեղ էլ եթե լսել եք ինքը ասեց վայ ինչքան շնորհակալ եմ ձեզ այս հարցի համար երբ որ պարոն Օսիպյանը հարց էր բարձրացնում ու փորձեց զրույցի բռնվել եւ պատասխանել բայց ցավոք սրտի նպատակը լրիվ ուրիշ բանն էր եւ մեղադրել Հայաստանին Հայաստանի իշխանությանը հայաստանցիներին մեղադրել բաներում որ չկա իրավունքը մեղադրելու եւ դա անել նման տոնայնությամբ եւ նման վարքագծով կարծում եմ որ տեղին չէ բացի դրանից Ժորժ ջան գիտեք այստեղ էլ պիտի սահմանների մեջ շատ զգույշ լինենք որտեղ է ժողովրդավարությունը
որտեղ է անվտանգությունը, որտեղ է սուր հարցադրումները եւ որտեղ է նաեւ այդ ուրիշի անվտանգության շեմի հատումը։ Գիտեք, այո, մենք քարոզարշավի մեջ ենք։ Այո, մենք մեր քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ ենք։ Բայց որևէ երկրի անվտանգության շրջանակներում չի կարող նորմալ դիտարկվել, երբ որ երկրի ղեկավարի փորձում ես ձեռքերով եւ ագրեսիվ շատ հստակ սադրիչ ձևաչափերով խոսել։ Պետք է այս ամենը իրարից տարբերակել եւ նորից եմ շեշտադրում, այո, քարոզարշավի եւ նախընտրական շրջանում խոսույթն է սրվում։ Խոսույթը սրվում է։ Խոսույթը դառնում է շատ ավելի քաղաքական առումով սուր, էմոցիոնալ եւ մենք էլ էմոցիոնալ ազգ ենք, մենք էլ շատ բռնկուն ենք, բայց այնուամենայնիվ պիտի մեր Ղարաբաղցի քույրերն ու եղբայրներն էլ հարցադրումներ անելուց, մեղադրանքներ հնչեցնելուց, նաև որոշակի զսպվածության շրջանակներում մնան եւ վստահեցնում եմ ձեզ, այս շրջանակների մեջ խոսելու ցանկությունը առաջինը մերն է, որովհետեւ մենք ունենք ասելիք։ Ես է դրանից հետո էլ եթեր մտա եւ կիսվեցի Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի իր կարեցածի, ունեցածի մի բան էլ ավել արել է 30 տարիների ընթացքում, որպիսի նեցուկ լինի մեր Ղարաբաղցի քույրերին ու եղբայրներին, Ժորժ ջան։ Արել է իր կարեցածի մի բան էլ ավել։ Այսօր եւ 2023 թվականից սկսած, երբ որ մեր քույրերն ու եղբայրները հատում էին հակարի կամուրջը եւ պատերազմի ժամանակ էլ, ուզում եմ ասեմ եւ շեշտադրեմ, Հայաստանի ամեն քաղաքացի իր կարեցածից մի բան էլ ավել արելա, որպիսի մեր քույրերն ու եղբայրները տուն գտնեն, իրենց օթևան գտնեն, ջերմություն գտնեն ու իրանք գտել են դա։ Եվ ես դա իմ աչքերով եմ տեսել եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ արելա, ելի եմ կրկնում, կարեցածից ավելին մեր Ղարաբաղցի քույր եղբայրների համար։ Բայց մենք թույլ չենք տալու, որպիսի Ղարաբաղյան նեղ կլանի ներկայացուցիչները, նեղ քաղաքական կլանի ներկայացուցիչները օգտագործեն այս հարցերը եւ Հայաստանը ներքաշեն քաոսի մեջ։ Հայաստանը նորից տանեն կոնֆլիկտի տրամաբանություն, որպիսի այդ կլանը ունենա հնարավորություն Հայաստանի ռեսուրսների, Հայաստանի ժողովրդի վզին նստելով հարստանա։ Սա թույլ չենք տալու անկախ բոլոր հանգամանքներից, օրենքի շրջանակներում, բայց լինելու ենք շատ հետևողական, որովհետև Հայաստանի ժողովուրդը մեզ 2021 թվականին դրա համարաձայն տվել, որ մենք խաղաղություն բերենք Հայաստանին եւ մենք դա բերել ենք։ Հիմա էլ դա է պահանջում, որ մենք պահենք խաղաղությունը եւ Հայաստանի ինքնիշխանությունը։ Իսկ մեր Ղարաբաղցի քույր ու եղբայրները այսօր տնավորվում են Հայաստանում, այսօր էլ Արարատի մարզում մեզ մոտենում էին, մեզ ասում են, որ տնավորվել են սերտիֆիկատներով, որոնք որ տրվել են Հայաստանում աշխատող, հարկ վճարող մեր քաղաքացիների շնորհիվ տուն են ձեռք բերում, աշխատանք են ձեռք բերում, այգի են հիմնում եւ ապրելու են Հայաստանում։ Հաջորդ հարցի համար խնդրում եմ բարձրախոսը տրամադրել Օմար Համեյանին։
Շնորհակալություն հարցի հնարավորության համար։ Ես Համեյան Օմարն եմ, Երևանի Պետական Համալսարանի ուսանող, մասնագիտությամբ ադրբեջանագետ։ Տիկին Ավանեսյան, հարցս վերաբերվում է հղիությունների արհեստական ընդհատումներին։ Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում վերջին տարիներին մնում է կայուն բարձր մակարդակի վրա այդ աբորտների թիվը, խնդրեմ մեջբերեմ թվերը, 2019 թվականին մոտ 8869 դեպք, 2020 թվականին 9256 դեպք, 2021 թվականին 9000, 22-ին 9394, 23-ին 8927, 24-ին 9062 աբորտ։ Տիկին Ավանեսյան, խնդրում եմ պատասխանեք, ինչու այս վերջին տարիներին այս թվերը մնում են անփոփոխ բարձր մակարդակի վրա եւ ինչ քայլեր են նախատեսվում այս թվերի նվազեցման ուղղությամբ։ Նախ մի քիչ ձևակերպումն է բան, որ վերջին տարիներին մնում են կայուն, իսկ երբ է եղել նվազում։ Կարծեմ, եթե վիճակագրությունը ել ավելի հետ գնանք, այս վիճակագրությունը միշտ էլ գրեթե նույն բանին է եղել, մակարդակին է եղել, բայց այս պահին իհարկե հարց եմ բարձրացնում, որը պետք է նայել։ Հաջորդիվ պիտի հասկանանք, որ խոսքը գնում է օրենքով սահմանված մինչև 12 շաբաթական հղիության ընդհատման մասին։ Հաջորդիվ պիտի ասեմ, որ իհարկե առողջապահական տեսանկյունից ելնելով մեր նպատակն է, որ մենք ունենանք ընտանիքի ճիշտ պլանավորման գիտելիքներ եւ հմտություններ, որովհետեւ որևէ դեպքում իհարկե հղիությունների ընդհատումները չեն կարող դիտարկվել ճիշտ հենց կնոջ առողջության տեսանկյունից։ Բայց ուզում եմ նաև խոսել, որ Հայաստանում օրենքով սահմանված է մինչև 12 շաբաթական հղիության ընդհատման ձևաչափը, հնարավորությունը եւ ընդհանցակարգը եւ այս իրավական կարգավորումների փոփոխության որևէ մտադրություն չկա։ Իհարկե, մենք պիտի խրախուսենք մեր երկրում ծնելիությունը եւ դեմոգրաֆիական մարտահրավերները Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկն է, ժողովուրդ ջան։ Եվ ես ինչու եմ նորից ասում, որ շատ դեպքերում տարիներով մենք չենք ուզել, կամ մեր իշխանությունները նախկինում կարևորությունը դրան չեն տվել, բայց արտագաղթը Հայաստանի Հանրապետությանը այնպիսի մեծ վնաս է հասցրել, որ ասելու չի։ Բայց մենք մեր քաղաքականությունն է ծնելիությունը եւ ժողովրդագրական բարելավումը ապահովել խրախուսման մեթոդներով, մարդկանց հնարավորություն տալով ունենալ ցանկալի ընտանիքի ընդլայնում։ Ինչպես ենք դա անում։ Նախ նորաստեղծ ընտանիքներին եւ երկրորդ երեխայից սկսած հիպոթեկային հնարավորություններ, բնակարան, տուն ունենալու։ Իհարկե դրանք տարբեր են մարզերում եւ Երևանում շատ այսպիսի տարբեր ուրեմն դրույքաչափեր ունենք։ Հաջորդիվ մենք փոխեցինք երկրորդ երեխայից սկսած, չէ, այս վերջերս փոխեցինք, որ ամեն ծնվող երեխային մենք տալիս ենք դրամական աջակցություն եւ դրանից հետո էլ ամիսը 50,000 դրամի չափով տալիս ենք նաեւ մինչեւ կարծեմ 7 տարեկանը երեխաներին նման բան ենք անում, սոցիալական աջակցություն ենք անում։ Եվ հաջորդիվ մեր պլանները սրանք են, որ ստեղծելով հենց մանկապարտեզներ, որոնք կարող են երեխաներին սկսած մսուրից 6 ամսեկանից ապահովել պատշաճ խնամք, մայրիկներին հնարավորություն տանք աշխատելու։ Տեսեք, երկընտրանք կա։ Ինչքան մեծ է տնտեսական զարգացումը, այնքան նվազում է
ծնելիությունը։ Դա աքսիոմա է եւ դա բոլոր երկրներում այս տենդենսը գործում է։ Հիմա մենք պիտի ապահովենք, որ մեր այս տնտեսական աճին համահունչ մեր կանայք երկընտրանքի առաջ չլինեն, երեխա ունենալ, թե աշխատել։ Եվ սրա լուծման տարբերակը մանկապարտեզներն են, սոցիալական երաշխիքներն են։ Եվ մենք նորից եմ կրկնում, ծնելիության աճի միայն խրախուսման ձևերն ենք դիտարկում եւ այսքանը կուզեի ասել այս թեմայով։ Հաջորդ հարցի համար Ալլա Գալստյան։ Շնորհակալություն հնարավորության համար, Ալլա Գալստյան, Երևանի Հայ-Հունական Պետական Քոլեջի ուսանող։ Տիկին Ավանեսյան, օրերս ձեր քաղաքական թիմի նախընտրական պաստառը պատրելու համար կալանավորվել է Նուբարաշեն Նշավան համայնքի քաղաքացի եւ ձեր իսկ թիմի ներկայացուցիչ Նշավան համայնքի ղեկավարը պնդում է, որ տվյալ անձը ունի հոգեկան խնդիրներ։ Օրերս իմացանք, որ կալանավորված անձը Նուբարաշենի ՔԿ-ում ինքնասպանություն է գործել։ Ուզում եմ հարցնել, արդյոք դուք հետաքրքրվել եք տվյալ դեպքով եւ եթե այո, ապա ինչու են կալանավորում հոգեկան խնդիրներ ունեցող անձին եւ քրեական վարույթարություն այն դեպքի արդիվ, որի համար ըստ օրենքի հասնում է միայն վարչական պատասխանատվություն։ Շնորհակալություն։ Նախ իհարկե ես տեղյակ եմ եղել եւ առողջապահության նախարարությունը շատ արագ արձագանքել է նաեւ դեպքին։ Ես նորից իմ խորը ցավակցություններն եմ հայտնում ընտանիքին եւ շատ ցավում եմ այս դեպքի կապակցությամբ։ Հաջորդիվ պիտի ընդգծեմ, որ անձը չի կալանավորվել, այլ դեպքի արդիվ ձերբակալվել է եւ քանի որ ուրեմն այս պարագայում էլ ձերբակալվել է եւ տեղափոխվել է հենց հոգեկան առողջության ազգային կենտրոնի մեկուսարան եւ այնտեղ առաջնակի, ինչպես որ նշվել է առողջապահության նախարարության կողմից տված պարզաբանման մեջ, բժիշկների կողմից նախնական զննության է ենթարկվել, բայց ցավոք սրտի դեպքը տեղի է ունեցել այնուամենայնիվ։ Դեպքի արդիվ իրավապահ մարմինները իհարկե քննություն կիրականացնեն, ինչպես բոլոր նման դեպքերում է, եթե մենք ունենում ենք մահվան դեպք հոգեկան առողջության կենտրոններում կամ անձի ուրեմն ազատազրկման ընթացքում անպայման բոլոր այդ դեպքերի արդիվ հարուցվում է քրեական գործ, բոլոր մանրամասները քննվում են եւ եթե ընթացակարգերի հետ կապված խնդիր է վերհանվում, ապա համապատասխան արդեն պատասխանատվություն են կրում այն անձին, ովքեր եթե եղել են բաց թողումներ եղել են։ Այսքանը կարող եմ ասել։ Հաջորդ հարցի համար Հրանտ Աղաբեկյան։ Բարև ձեզ Տիկին Ավանեսյան, ձեզ դիմում է Հրանտ Աղաբեկյանը Գորիսի թիվ 4-րդ հավաք դպրոցից։ Ինչպես գիտեք, էլեկտրոնային դեղատոմսերը մեծ նշանակություն են ունեցել ինքնաբուժության հետ պայքարի դեմ, բայց քաղաքացիները միաժամանակ բախվում են այն խնդրի դեմ, որ տաներում նրանք դժվարությամբ են գտնում իրենց նշանակված դեղերը կամ գտնում են ավելի թանկ անալոգները եւ այս ամենից ելնելով հարցս հետեւյալն է ինչպես է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը վերահսկում դեղամիջոցների արկայությունը շուկայում։ Մերսի։ Ձեզ եմ շնորհակալ։ Նախ ասեմ, որ էլեկտրոնային դեղատոմսերը երբ որ մենք արդեն 2 տարի է ներդրեցինք, բավական դժվար բարեփոխում էր, բայց միայն այդ բարեփոխման արդյունքում էր, այս ծրագիրը իրականացնելու արդյունքում էր, որ այսօր 100,000-ավոր մեր քաղաքացիներ ապահովագրության շրջանակներում ստանում են իրենց դեղերը, որովհետև գործում է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը։ Այլ դեպքում մենք չենք կարողանալու փոխհատուցենք այս դեղերը։ Վերահսկողություն, թե որ տվյալ դեղը պատշաճ ձևով է բաց թողնվում դեղատնից, թե ոչ, իրականացնում է առողջության ուրեմն առողջապահական տեսչական մարմինը,
Ընդհանրապես Ժորժ ջան, նախարարությունները վերահսկողություն չեն իրականացնում եւ տարիներ առաջ վերահսկողական հատվածը նախարարություններից դուրս է եկել եւ տեսչական մարմիններն են իրականացնում մեր ուրեմն քաղաքականությունների իրագործման նկատմամբ վերահսկողությունը։ Բայց մենք իհարկե մոնիտորինգ ենք իրականացնում, թե շուկայում որ դեղերը կան, որոնք են սպառվում, որն է դեֆիցիտ եւ որոշակի քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի լրացնենք շուկայում արկայությունը տվյալ դեղերի։ Օրինակ կիրառում ենք գիտեք, Հայաստանի շուկան բավական փոքր շուկա է եւ շատ մեծ դեղագործական ընկերություններ այսպես հավես չեն անում գալ մեր պես փոքր պետությունների շուկաներում ներկայացված լինել եւ մենք ինքներս ենք ակտիվ կերպով փորձում տվյալ դեղորայքի արկայությունը ապահովել Հայաստանի Հանրապետությունում, անգամ եթե տվյալ դեղը գրանցված չէ, փորձում ենք ապահովել որոշակի էլի ընթացակարգերով եւ սա է լուծումը, երբ որ նախարարությունը ամեն ձևով փորձում է արկայությունը ապահովի դեղերի Եվ մենք մի ձևել ենք փոփոխություն ենք արել օրենքում, եթե տվյալ դեղամիջոցը Հայաստանում չկա, բայց անհատին այդ դեղամիջոցն է հենց հասանելի, իրավունք ունի նաև պատվիրելու դրսից եւ ստանալու օրինական ձևաչափով։ Սա էլ շատ կարևոր է, որովհետև նախկինում շատ դեպքերում մարդիկ իրենց կարիքների համար դեղեր էին ստանում դրսից եւ մաքսային մարմիններից չէին կարողանում մաքսազերծեն եւ այս խնդրեմը կար։ Հիմա մենք այս ամենը կարգավորեցինք եւ եթե անձը իր անձնական կարիքների համար իհարկե որոշակի փոքր քանակով դեղ է ստանում, ապա կարա հանգիստ մաքսազերծի եւ ստանա այդ դեղը։ Հաջորդ հարցի համար Էդգար Ջումայան Էդգար Ջումայան, Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցյան անվան ավագ դպրոց, Տիկին Ավանեսյան, առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում հարկատու են 200,000 պլյուս աշխատավարձ ստացող քաղաքացիները, այսօր առողջապահության նախարարությունից ճշտել ենք, որ եթե տվյալ անձը կորցնում է իր աշխատանքը տարվա ընթացքում, ապա այդ հարկը նա պետք է վճարի մինչև տարվա վերջ Եվ եթե տվյալ անձը չունի կայուն եկամուտ, ինչպես նա կարող է վճարել այդ սահմանված հարկերը, չեք կարծում, որ սա լրացուցիչ ֆինանսական ճնշում է քաղաքացիների վրա։ Ժորժ ջան, դե նայեք, ինչ որ մեկը պետքա վճարի։ Ով աստեղից համաձայն, որ աշխատող քաղաքացին վճարի լրիվ աշխատունակ Միջին տարիքի մի մարդու համար օրինակ ով չի ուզում աշխատի, ինչ որ մեկը կուզի վճարի այդ մարդու համար փոխարեն։ Չէ։ Եվ էսա կանոնը։ Եթե անձը 18-ը լրացել է, 65-ը դեռ չի լրացել, հաշմանդամության կարգ չունի եւ անապահովության բալ չունի, անապահովության փարոսի շահառու չի, ուրեմն պիտի աշխատի եւ իր ապահովագրավճիռը վճարի։ Հիմա գալով նրան, որ անձը երբ որ դառնում է ապահովագրված, դառնում է 1 տարի ժամկետով։ Եվ եթե ինչ որ մի պահի աշխատանքը կորցնում է, այո, ինքը պիտի իմանա, որ ապահովագրավճարը պիտի շարունակի վճարելուց։ Այս պահին կարող է վերջնահաշվարկ, երբ որ ստանում է աշխատանքից դուրս գալուց, այդ վերջնահաշվարկը կարա ուղղի ապահովագրավճարը փակի մինչև օրինակ տարվա վերջ։ Մինչև նոր աշխատանքի կընդունվի։ Այսինքն մենք այստեղ էլ պիտի հասկանանք, բա եթե անձը 1 ամիս ընդունվի աշխատանքի, դառնա ապահովագրված, ստանա 2, 3, 4 միլիոն դրամանոց վիրահատություն ու այլևս ինքը բան չուզենա ու դուրս գա համակարգից։ Բայց դեպքում ոնց պիտի համակարգը գործի, այստեղ արդեն դիսբալանս կունենանք։ Դրա համար այո, ապահովագրական համակարգում ներառվելու 2 տարբերակ կա, կամ պետքա պետությունը վճարի, կամ պետքա անձը իր համար վճարի։ Եթե անձը այս շահառուների խմբից չի պատկանում, այո, պետքա ինքը վճարի եւ այստեղ էլ մեր մտածողությունը պիտի փոխենք։ Նայեք, մարդը պետքա միշտ աշխատի, ժողովուրդ։ Եվ եթե չի կարողանում աշխատանք գտնի
300,000 դրամի գտնում է 100,000 դրամի, ու պետք է 100,000 դրամով աշխատանք անի։ Աշխատելը եւ աշխատանք ունենալով իր կենսագործունեությունը ապահովելը պետք է դառնա մեզ համար վարքագիծ։ Եվ այս խեղված մոտեցումն էլ ժողովուրդ, որ ցավոք սրտի հիմա ստանալ փարոս ու չաշխատելը շատ դեպքերում երևի ավելի շահեկան է ալնում, քան թե աշխատելը, ինչը մեր քաղաքականությունը որ պետքա փոխենք։ Մենք պիտի մեր առաջնակի մոտիվացիան լինի աշխատելը եւ ինքներս մեր կյանքը ապահովելը լինի եւ ոչ թե սոցիալական երաշխիքներին հույսին մնալը։ Տիկին Ավանեսյան, նաև ձեր քարոզարշավին առնչվող երկու դրվագի հետ կապված կցանկանայի նաև ես հարց տալ։ Առաջինը պայմանավորված, ես համայնքը չեմ հիշում, բայց փոխհամայնքապետը երբ հարվածեց Ազատության լրագրողի տեսախցիկին, այդ դեպքից հետո արդյոք ինչ-որ քայլեր դուք նաև ձեր թիմը ձեռնարկում ա, որպեսզի բացի ֆորմալ պատասխանատվության ենթարկվելը հստակ եկեք համաձայնենք ինքը գեղեցիկ միջադեպ չէր ու թեկուզ հենց այդ էթիկական նորմից ելնելով փոխհամայնքապետին ոչ հարիր վարքագիծ էր ու արդյոք պատրաստում եք հասնեք նրան, որ ինքը հրաժարական տա անկախ իրավական հետևանքներից։ Մյուս կողմից նաև գաղտնիք չի ինձ համար, որ օրինակ Ռուսաստանում շատ է խոսվում, նաև իրենց արբանյակների մոտ, որ իրենք հնարավոր է փորձեն չճանաչել Հայաստանի ընտրությունները, անձամբ Զատուլինը պատգամավոր դրա մասին խոսել է, նաև հետևելով իրենց մեդիային ես տեսնում եմ, որ այնտեղի փորձագիտական շրջանակներում կան այդպիսի տրամադրություններ, որ եւ իմ կարծիքը նաև որ եթե ընտրության արդյունքները մոտ լինեն, իրենք չեն ճանաչի, բայց սրան զուգահեռ լրատվամիջոցները կամ դիտորդական առաքելությունները օրինակ ականատեսը, հա տարբեր դեպքեր են արձանագրում, ըստ որի տեսնում են նույն բուժ հաստատությունների աշխատակիցների ներգրաված քարոզարշավում, նաև տեսնում ենք դպրոցների պարագայում, երբ որ օրինակ լրագրողը, եթե էլի չեմ սխալվում, Ազատության լոռու մարզում vox pop էր անում ու խոսում էին, որ մարդիկ եկել են նման տիպ միջադեպեր, ես հիշում եմ, մենք տեսանք նաև Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, նաև չեք կարծում, որ այս դեպքերը նաև օգտագործելով հենց փորձ կարվի կասկածի տակ դնել ընտրությունների անաչառությունը ու նմանատիպ դեպքերով ԿՊ-ն ինքնաբերաբար կաջակցի հենց այս գործընթացին, նաև ինչքանով եք էլի դուք օրինակ ձեր հանձնառությունը համարում ազնիվ 18 թվականից հետո գիտենք էապես փոխվել է, նախկին դեպքերի մասն է գիտենք, ես իմ ընկերներից շատերը եւ միջազգային եւ տեղական եւ դիտորդ ենք եղել եւ ռեստարտ է եղել է հիմնադիր նույն ականատեսի, հիմա մենք մաս չենք կազմում դրա եւ այլն, բայց ամեն դեպքում նախկինի հետ կապված դեպքերը ոնց որ տեղյակ ենք, ցանկանայի մի քիչ կենտրոնանալ ներկայի վրա, էլի ու ձեր մեկնաբանությունը լսել այս մասով։ Նախ իհարկե ցանկացած պարագայում պետք է ավելի զուսպ եւ հարգալից մոտեցում դրսևորվեր եւ լրագրողի նկատմամբ կարծում եմ նման մոտեցումը իհարկե տեղ չպիտի գտներ։ Սա վերաբերվում է Սպիտակի այդ փոխհամայնքապետի հետ կապված։ Ես վստահ եմ, որ իհարկե քաղաքացիական պայմանագրի մեր ուրեմն կողմից դեպքը համապատասխան արձագանք եւ գնահատական թե հնչել է, թե արվել է եւ թե կունենա։ Հաջորդիվ ընդհանուր առմամբ վարչական ռեսուրսի օգտագործման նկատմամբ մեր անհանդուրժողականությունը ես նորից ուզում եմ շեշտադրեմ։ Մեզ համար վարչական ռեսուրսի օգտագործումը անհարիր է եւ անընդունելի է եւ հստակ է մեր քաղաքական դիրքորոշումը այստեղ։ Արդյոք որոշ դեպքերում ուրեմն անհատների կողմից նման բացթողումներ արձանագրվել են, այո, բայց շատ կարևոր է դրա վերաբերյալ արձագանքը մեր։ Եվ եթե հետևել եք նույն ապարանի դեպքերի հետ կապված, երբ որ
դպրոցի հետ կապված դեպքը եղավ այդ 4 դպրոցներից վարչապետի կողմից եղավ հստակ քաղաքական գնահատական եւ արձագանք, որ պետք է լինի ծառայողական քննություն եւ եթե պարզվի, որ ինքնիրավչություն է իրականացվել եւ վարչական ռեսուրսի օգտագործման փորձ է եղել, ապա պետք է դա իր համապատասխան գնահատականը ունենա։ Եվ սա է մեր մոտեցումը։ Ժորժ ջան, մենք վարչական ռեսուրսի օգտագործման ոչ կարիք ունենք, ոչ սկզբունք ունենք եւ անհամատեղելիություն ունենք մեր քաղաքական թիմով։ Եվ ուզում եմ շեշտադրեմ, որ մենք հիմա խոսում ենք այս դեպքերի մասին, բայց այս ընտրությունների խնդիրը սա չի։ Եվ ես շատ ուրախ եմ, որ անկախ դիտորդները մեզ հետ անընդհատ այս ընթացքում է քարոզարշավի, թե լրատվականներն են, թե անկախ դիտորդներն են, եւ թե ամեն ինչ տեղի է ունենում ուղիղ եթերում։ Եվ բոլոր դեպքերը, բոլոր անգամ այսպես կասկած հարուցվող դեպքերը հստակ արձանագրվում են եւ դրանք պատշաճ արձագանքի են արժանանում։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ այս ընտրությունների խնդիրը դա չի, այս ընտրությունների խնդիրը ընտրակաշառքներն են, որը մենք ամեն օր ականատես ենք լինում ձայնագրությունների հրապարակման եւ այն փորձերին, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի կոպտագույն խախտման եւ արժանապատվության, չգիտեմ, իսպառ վերացման փորձերին եւ արժանանում են իհարկե իրավապահ մարմինների գնահատականին։ Ինչ վերաբերում է ընտրական process-ների եւ ընտրությունների ճանաչման մասով, գիտեք, 2018 թվականից հետո թե թիմ ընտրությունների եւ թե համապետական ընտրությունների մասով Հայաստանի Հանրապետությունում որևէ անգամ շողք չի եղել եւ չի կարող լինել։ Նախընտրական ամբողջ ընթացքը ընթանում է ժողովրդական, իրավական, պետության հարիր շրջանակներում եւ այդպես է լինելու է եւ ընտրությունների արդյունքներն էլ ամենակարևորը ճանաչելի են լինելու մեր ժողովրդի կողմից, ինչպես 2021 թվականի։ 2021 թվականի ընտրության հաջորդ օրը Հայաստանում որևէ մեկի մոտ կասկած չի եղել եւ չէր կարող լինել ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Եվ այդպես է լինելու հունիսի 8-ին եւ մեր իրավապահ մարմիններն էլ անելու են ամեն ինչ, որպիսի ընտրական գործընթացները տեղի ունենան օրինականության շրջանակներում։ Ես սրանում վստահ եմ 100%։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Լևոն Կարապետյան։ Շնորհակալություն, Տիկին նախարար, դուք ձեր խոսքում սովորաբար փորձում եք փաստերով խոսել ու դրանով եք պատասխանում հարցերին։ Հիմա եկեք մի քիչ տեղերով փոխվենք, մի երկու փաստ ես նշեմ, հետո հարց ուղղեմ, որպեսզի դրա համատեքստը պարզ դառնա։ Դուք նշեցիք հենց սկզբից, որ մենք ունեցանք պատերազմ, հետո համաճարակը եւ այլն։ Քովիդի մասով ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում ինձ հանդիպած վերջին տվյալի համաձայն գրանցվեց շուրջ 9489 մահ, կարանք ասենք, որ տարբեր երկրներում բարձր մահացություն կար, բայց Հայաստանը 1 միլիոն բնակչին բաժին ընկնող մահերի թվով աշխարհում 25-րդն էր, այսինքն ընդհանուր առմամբ լավ կառավարում տեղի չունեցավ, շատերը ավելի հեռուն են գնում, ասում են, որ ճգնաժամային կառավարման բացակայությունը նաև ինքնին նպաստեց պատերազմին, որովհետև Ադրբեջանում տեսան, որ այդ crisis management կոչվածը ճգնաժամային կառավարումը այս իշխանությունները ի վիճակի չեն իրականացնել։ Այս առումով ես հիմա փորձում եմ տեսնել արդյոք հետևություններ արվել են ու ցավոք սրտի չեմ տեսնում, որ դրանք արվել են, որովհետև ընդամենը մի 2 ամիս առաջ, երբ խոսքեր գնում պոլիկլինիկաներում նեղ մասնագիտացված բաժինների փակման մասին, դուք նշեցիք, որ նման բաժինների փակումը պայմանավորված է նրանով, որ դիմելիություն չկա, սակայն պետք է նշենք, որ
նման բաժիններ, օրինակ ինֆեկցիոն բաժնի նպատակը ինքը ոչ թե պահանջարկի ապահովումն, այլ օրինակ ճգնաժամային իրավիճակներում, օրինակ համաճարակների ժամանակ հայլերի ձեռնարկումն է, եւ նաեւ որոշակի քրոնիկ ինֆեկցիաների դեմ պայքար, ասենք հեպատիտ B, C, HIV եւ այլն։ Հիմա այս առումով օրինակ Հայաստանում ինչ քայլեր են կատարվում, որ երբ որ հանկարծ COVID-ի նման ինչ որ ճգնաժամ հասունանա, մենք պատրաստ լինենք։ Արդյոք օրինակ ստեղծվել են ինչ որ ստրատեգիական ռեզերվներ, օրինակ դիմակների, թթվածնային սարքերի եւ այլնի հետ կապված, ինչպես օրինակ Ամերիկայում է դա արված, թե ոչ, ու ինչ քայլեր առողջապահության նախարարությունը պատրաստում ձեռնարկել այդ մասով։ Շնորհակալություն։ Նախ էլի փաստերով խոսենք։ Հայաստանի Հանրապետությունում COVID-ի կառավարման մասով ճիշտ հակառակ գնահատականներն են տրվել նույն ԱՀԿ-ի եւ այլ միջազգային ռեպորտներում։ Գիտեք, երբ որ COVID-ի համավարակը սկսվեց եւ մինչեւ պատերազմի ընթացքը, դուք երևի կհիշեք, որ Իսպանիայում, Իտալիայում, Ամերիկայում դիմակներ չունեին բժիշկները։ Եվ այդ կադրերը բոլորդ երևի կհիշեք, թե ինչ էր կատարվում Հայաստանից, չգիտեմ, ֆինանսական ռեսուրսների առումով գերտերություններ, այսպես նաև համարվող Ամերիկայում, ինչ էր կատարվում COVID-ի ժամանակաշրջանում, ես դες ասում եմ, որ դիմակներ չունեին բժիշկները, ոչ թե քաղաքացիների մասն է խոսքը գնում։ Հայաստանում մենք կարողացել ենք ապահովենք COVID-ի կառավարման ընթացքը այնպես, որ չի եղել մեկ օր, որ Հայաստանում չեն եղել դիմակներ, տվյալ ժամանակի համար անհրաժեշտ դեղամիջոցներ, սարքավորումներ, բժշկական մահճակալներ, մասնագետների վերապատրաստումներ։ Բայց Հայաստանը COVID-ի դեմ պայքարում էր երկու ճակատով։ Եվ երբ որ պատերազմ էր ու COVID էր, իհարկե ամբողջ պատկերը փոխվեց, որովհետև մեր համար դարձավ առաջնահերթությունը մեր վիրավոր զինվորների առողջապահական կարիքները հոգալը, եւ դուք բերում եք մի ցուցանիշը, բայց մեկ ցուցանիշով չի կարելի դատել ընդհանուր COVID-ի կառավարման մասին եւ ուզում եմ եւ խորհուրդ եմ տալիս, որ երբ որ փնտրեք կգտնեք նաեւ ընդհանուր գնահատականներ Հայաստանում COVID-ի կառավարման մասով եւ թույլ տվեք հենվել նաեւ այդ գնահատականների վրա եւ այդ կարծիքը չկիսել։ Չի եղել ընթացք Հայաստանում, որ որևէ անձ COVID-ով հիվանդ պացիենտ կարիք է ունեցել հոսպիտալացվելու եւ չի կարողացել հոսպիտալացվել, ինչը նորից եմ կրկնում, շատ բան դեպքեր էր մեզնից շատ ավելի հարուստ զարգացած երկրներում։ Մենք կարողացել ենք կառավարենք ճգնաժամը եւ Հայաստանի ռեսուրսներին համահունչ ապահովել ենք COVID-ի կառավարումը եւ պատերազմական իրավիճակում նաեւ։ Այդ նարատիվները, թե Ադրբեջանը ինչից օգտվեց, որ պահը դիտարկեց, թույլ տվեք դա էլ չանդրադառնալ, որովհետեւ դա էլա շատ այսպես քարոզչական եւ մանիպուլատիվ հիբրիդային այսպես միտք եւ պատերազմի համար առիթը, պատճառը պետք է տարբերել իրարից, ժամանակագրությունը եւ այլն եւ այլն։ Դա մի փոքր այլ թեմա է։ Այսօր երբ որ դուք մեջբերում եք իմ խոսքը կապված նեղ մասնագիտական կաբինետների մասին, ես նշել եմ, որ այո կան ուղղություններ, որի մասով մենք պետքա վերանայումներ իրականացնենք։ Եվ հենց դրանցից մեկը ինֆեկցիոնիստներն են պոլիկլինիկաներում։ Ժողովուրդ ջան, բժշկագիտությունը անընդհատ զարգանում է եւ չի կարող չփոխվել իրավիճակը, մասնագիտական, ենթակառուցվածքային եւ այլն եւ այլն։ Եվ ինչ ենք անում մենք այսօր։ Մենք այսօր կառուցում ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, որը մինչև 18 թիվը ինֆեկցիոն հիվանդանոցու անգամ ջուր չուներ, ինչը սարսափ է իմ կարծիքով։
Կառուցում ենք մարզային բոլոր բժշկական կենտրոններում հագեցած ինֆեկցիոն բաժանմունքներ եւ իհարկե ապահովում ենք նաեւ մասնագետների ուղղորդումը հիվանդանոց, որովհետեւ տեսնում ենք, որ բժշկական կենտրոններում կա այդ կարիքը, պոլիկլինիկաներում այդ կարիքը այդքան չկա եւ մենք պետք է ապահովենք մասնագետների առկայությունը այնտեղ եւ այստեղ պետք է ճկուն լինենք։ Սա է մեր ռազմավարությունը, որ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ լինել ճկուն, ապահովելով վերապրոֆիլավորումներ։ Տիկին Ավանեսյան, քանի որ մեր ժամանակը ավարտին է մոտենում եւ մենք մինչեւ 5 րոպե ժամանակ ունենք, ես առաջարկում եմ, որ դուք ամփոփիչ խոսք ունենաք եւ հիմնական ձեր ուղերձները հաղորդակցեք լսարանի հետ, որից հետո արդեն կավարտենք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր հարցերի համար։ Ես հիացած եմ, ուրախ եմ, որ շատ հստակ, կոնկրետ, սուր եւ հետաքրքիր հարցեր հնչեցին։ Երկրորդը ուզում եմ, որ դուք քաղաքականությանը վերաբերվեք որպես շատ կարևոր ձեր կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեցող մի ոլորտի։ Գիտեք, այդ արտահայտությունը եւի լսած կլինեք։ Երբ որ դուք չեք հետաքրքրում քաղաքականությամբ, քաղաքականությունն է հետաքրքրվում ձեզնով։ Ես ուզում եմ, որ դուք հետաքրքրվեք քաղաքականությամբ, դուք պրպտեք, դուք հարցեր տաք, քննադատորեն մոտենաք, լսեք, ինչ են ասում քաղաքական գործիչները։ Շատ կարևոր է, լսեք ինչ են ասում, ոնց են ներկայանում, ինչ են խոսք տալիս, ովքեր են այդ քաղաքական գործիչները, ինչ կերպար են ներկայացնում, արդյոք իրանց խոսքերը ու իրանց անձնական կյանքը համընկնում է իրար, արդյոք այն ինչ որ խոսք են տալիս նաև իրանց ընտանիքների համար է, թե չէ, այս էլ է շատ կարևոր է, շատ դեպքերում գիտեք ոնց նայեք, որ երբ որ տվյալ երկրի իշխանությունը օրենքներ է ընդունում հենց իր համար, դա լավ իշխանություն է։ Ոչ թե ընդունում է օրենքներ ժողովրդի համար եւ բացառություններ իր համար, դա վատ իշխանություն է։ Եվ եթե դուք լսեք, նայեք, ես վստահ եմ, դուք հենց ձեր ապագայի համար ճիշտ որոշում կկայացնեք, որովհետև շատ կարևոր է, որ դուք կայացնեք որոշումը, հենց դուք կայացնեք ձեր համար որոշումները, ժողովրդավարությունը հենց սրա մասին է, երբ որ մարդը ունի հնարավորություն իր կյանքի համար որոշումները ինքը կայացնի և իմ ցանկությունն է, որ դուք Հայաստանում ապրեք ձեր լավագույն կյանքը, որ Հայաստանը ձեզ համար լինի ձեր ուրախության, ձեր երիտասարդության, ձեր ապագայի, ձեր ներկայի, ձեր լավ աշխատանքի, լավ բնակարանի, լավ կինոթատրոնի, ձեր կյանքի ընկերոջը փնտրելու երկիրը, ոչ թե լինի ողբի, ինչ որ մի հեռացված, այսպես հայրենասիրության կերպար, բայց դուք ուզեք գնաք ապրեք Գլենդելում, Փարիզում կամ այլ երկրում, ձեր երիտասարդությունը, լավ կյանքը, բայց Հայաստանը ու հայ իրականությունը լինի ձեզ համար մի ինչ որ սենց մի բան, այլ դուք ապրեք ձեր ինքնությունը, ձեր հայ լինելը, լավ կյանքը հենց Հայաստանում։ Էսա մեր գաղափարախոսությունը, սա է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որ ժողովուրդ, էսա մեր երկիրը, մենք ունենք չքնաղ երկիր, ու մենք պետքա ատամներով այդ երկիրը պահենք, մենք պետքա ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, մեր երկրի հետ, մեր ժողովրդի հետ, և ազնվությունը ռեսուրս է, Հայաստանում
նավթ չի հայտնաբերվել վերջին 5 տարում, ժողովուրդ։ Նավթ չի հայտնաբերվել, բայց Հայաստանի բյուջեն եռապատկվել է կարծեմ, եթե չեմ սխալվում։ Սա ո՞նց է հնարավոր եղել։ Միայն ու միայն ազնվության շնորհիվ, եւ այս պոտենցիալը շատ դեռ մեծ է։ Էնպես որ սիրելիներս, ես այն տեսանկյունը ունեմ, որ ամեն հաջորդ սերունդ ավելի լավն է, ավելի խելացի է, ավելի զարգացած է, ավելի աչալուրջ է, ու ես դա տեսնում եմ, ու մենք ունենք փայլուն երիտասարդություն, եւ դա գնահատելը ամենակարևոր ռեսուրսներից մեկն է, այնպես որ վայելեք ձեր ազատ լինելու հնարավորությունը այս երկրում, քաղաքականությունով հետաքրքրվեք եւ ձեր ապագան ինքնուրույն որոշեք։ Շատ հաճելի է։ Շնորհակալություն։ Այսքանով